Շնորհակալություն պատվարժան դատան մեղադրանքի կողմի դիրքորոշումը կիրառված խափանման միջոցների հետ կապված հետևյալն է. Նախ խափանման միջոցի հարցի քննարկման շրջանակում մենք պետք է 3 հարցերի առնվազն անդրադարձ կատարենք. Առաջինը որոշ իրականացում մարմնի շնորհիվ դատարանի կողմից գործադրված ժամասիրությունն է. Պատվարժան դատարան այս հարցի հետ կապված իմ կարծիքով երևի է խափանման միջոցի հարցի հետ կապված միակ հարցն է, որի հետ կապված իմ կարծիքով երկու կողմեր ունեն միևնույն դիրքորոշումը, որ դատարանի կողմից իրականում հատուկ ժամասիրություն է դրսևորվել շնորհիվ դատական քննության պրոցեսում, որովհետև առնվազն իմ պրակտիկայում նմանատիպ դեպք չի եղել, որ այսքան դատական նիստեր նշանակվեն եւ կայանան, դրա հետ կապված կարծում եմ պաշտպանության կողմը եւս կփաստի։ Այս մասով, այսինքն դատարանի կողմից գործադրված հատուկ ժամասիրությունը կամ պատշաճ ժամասիրությունը առավելապես դրսևորված է, ուստի անդրադարձ կատարենք հետագա արդեն խափանման միջոցի կիրառման պայմաններին եւ իրավարշավության պայմաններին եւ հիմքերին։ Պատվարժան դատարան ինչպես գիտենք, քրեական դատավարության օրենսգրքով նախատեսված կարգով 2025 թվականի հոկտեմբերի 17-ին հակակոռուպցիոն դատարանը ձեր նախագահությամբ որոշում է կայացրել մեղադրյալ Վահագն Անդրեյանի եւ Վլադիմիր Դավթյանի նկատմամբ կիրառված կառավարական խափանման միջոցը 3 ամսով երկարացնելու հետ կապված։ Վերնշված դատական ակտը բողոքարկվել է համապատասխանատյաններով եւ մնացել է օրինական ուժի մեջ։ Վերնշված դատական ակտով պատվարժան դատարանը արձանագրել է 2 հիմք, մասնավորապես առաջինը վերաբերում է մեղադրյալի իր վրա քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ տրված պարտականությունները չկատարելու հիմքին։ Վերնշված հիմքը դատարանը առկա է համարել եւ ոչամիտ բարձր հավանականությամբ է առկա համարել։ Վերնշված պայմաններում պատվարժան դատարան անդրադառնալով այս հիմքին ներկայումս մեղադրանքի կողմը գտնում է, որ այս հիմքը շարունակում է բարձր լինել, այս մեղադրյալի իր վրա Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով կամ դատարանի որոշմամբ տրված պարտականությունները չկատարելու վտանգը։ Վերնշված դիրքորոշումը մեղադրանքի կողմի հիմնավորում է նախ այն հանգամանքով պատվարժան դատարան, որ մենք դեռևս դատական պրոցեսում ունենք հարցաքննելու որոշակի վկաներ, այսինքն վկաների հարցաքննությունը դեռևս ամբողջապես ապահովված չէ։ Դուժովի ներկայացուցիչը նշեց, որ պետք է ցուցմունք տա, այս մասով դեռևս ունենք ցուցմունք, ինչպես նաև Դուժովի ներկայացուցիչը նշեց, որ որոշակի հարցեր ունի գործով որպես վկայի դատավարական կարգավիճակով ցուցմունք տված անձի Արթուր Մանացականյանի հետ կապված։ Պատվարժան դատարան սույն դեպքում կա էական նշանակություն ունեցող մեկ հանգամանք, քանի որ սույն քրեական գործը քննվում է նոր քրեական դատավարության ընթացակարգով եւ սույն դեպքում մենք ունենք հետազոտման ենթակա փորձագետի երթակացություններ եւ եթե պաշտպանության կողմը հետագայում դասացի տակ ունի օրինակ փորձագետի երթակացության մեջ որոշակի հանգամանք կամ ձեռնարկության հետ կապված, այդ ապացույցը մինչև համապատասխան փորձագետի հարցաքննությունը չիրականացվի դատարանում, այդ ապացույցը չի կարող տրվել մեղադրական դատական ակտի հիմքում, ուստի սա եւս մեկ փաստարկ է պատվարժան դատարան, որ մեղադրանքի կողմը կարծում է բարձր հավանական է համարում հետագայում փորձագետների կողմից հարցաքննվելու հանգամանքը եւ այս մասով պատվարժան դատարան վերջիններիս վրա ազդեցությունը հավանական է համարում եւ վերնշվածի հիմնավորում որպես նաեւ մեղադրանքի կողմը ցանկանում է նշել, որ նախորդող դատական նիստերից մեկում մեղադրյալը ինքը նշեց, որ Վորոնեժում թե Նիժնի Նովգորոդում կոնկրետ քաղաք չեմ հիշում, փորձագետին հայտնաբերել են, նույնականացրել են եւ վերջինիս հետ զրույց են ունեցել, ուստի այս պայմաններում մեղադրանքի կողմը հավանական է համարում վերնշված հարցաքննվելի փորձագետների վրա եւս հնարավոր ազդեցությունը։ Պատվարժան դատարան վերնշված հիմքի արկայությունը ել ավելի բարձր մակարդակի է հասնում, երբ որ մենք արդեն անմիջականորեն ականատես ենք լինում քրեական ոլորտով ապացույցներին, խոսքը վերաբերում է ներքին դիտում օպերատիվ հետազոտական միջոցառումների արդյունքներին։ Կոնկրետ այսօր պատվարժան դատարան ձեր նախագահությամբ մենք հետազոտեցինք դրա մի փոքր հատվածը եւ ինչ ականատես եղանք պատվարժան դատարան ականատես եղանք հետեւյալ իրավիճակին, որ անձը կոնկրետ հանձնարարականներ է տալիս, թե ով որտեղ եւ ինչ բովանդակությամբ ցույց տա, ինչ ասել, մասնավորապես ում դեպքում Վահագն Անդրեյանը ուղիղ հետազոտված ապացույցին այսօր կատարելու, նշեց, որ Վլադիմիր Դավթյանը հանկարծ չնշեց
հետ կապված պահպանություն իրականացնող եւ նաեւ պատվարժան դատարան այս ամեն ինչը հիմնավորվում է քրեական վարույթի նյութերով, այսինքն երբ որ մենք բացենք քրեական վարույթի նյութերը, կտեսնենք, որ այս խոսակցությունից հետո Վլադիմիր Դավթյանը հենց այդ բովանդակության ցուցմունք է տվել, այնուհետև ցուցմունքները փոխվել են եւ պատվարժան դատարանը, ինչպես գիտեք, նաեւ այլ ուսում քրեական գործի հետ կապված այլ քրեական վարույթ կա, Թաթուլ Շուշանյանի հետ կապված, ով վերնշված Լոռու մարզային քննչական վարչության պետն է եւ այս ձայնագրությունների մեջ նաեւ ուղիղ երևում է, որ նույնիսկ քննչական վարչության պետը եկել է Վահրամ Ակբարյանի բնակարան եւ նրանց միջև խոսակցությունը տեղի ունեցել, թե քրեական վարույթով ինչ ապացույցներ կա, արդյոք իրեն մասնակցության հետ կապված որոշակի ապացույցներ կան, հաստատվում է, հերթվում է եւ նույնիսկ պատվարժան դատարան քրեական վարույթի Երևան քաղաքի քննչական վարչություն բերելուց հետո արդեն համապատասխան ազդեցություն փորձել է գործադրվել նաեւ նոր ներգրավված քննիչների վրա, որի վառ ապացույցն է նաեւ Արտակ Հովհաննիսյանը, որ մեղադրել է դատավորական կարգավիճակում է կաշառք ստանալու մեղադրանքով էլիսյունի գործով։ Պատվարժան դատարան այս մասով ընդհանուր դիրքորոշումը հետեւյալն է, այսինքն ունենք գաղտնի, ունենք ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումներ, որոնք այսպես ասած քրեական գործի, քրեական վարույթի խոչընդոտելու վառ ապացույց են իրենք ինչին ներկայացնում իրենցից։ Այսինքն, այս ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառումները ոչ միայն հաստատում են առաջադրված մեղադրանքները եւ դատարանում պաշտպանող մեղադրանքները, այլև վառ ապացույց են հանդիսանում, թե ինչպես կարելի է քրեական գործի ընթացքին եւ քրեական դատավորությանը միջամտել, ինչպես կարելի է ապացույցները խեղաթյուրել, ինչպես կարելի է մարդկանց վրա ազդեցություն գործադրել, ինչպես կարելի է նույնիսկ ամենաբարձր մակարդակներում կաշառքներ տալ եւ հնարավոր ընթացք ապահովել քրեական գործի եւ պատվարժան դատարան սա թող չթվա որպես խոսքեր, սրանք մեղադրանքի մակարդակով հաստատված են եւ դատարանում քննվող քրեական գործի մակարդակով հաստատված են։ Այս հիմքի վերաբերյալ ըստ էության պատվարժան դատարան երևի թե այսքանը, շարունակելով նաև պատվարժան դատարան ցանկանում են նշել, որ 2025 թվականի հոկտեմբերի 17-ին նաև հակակոռուպցիոն դատարանը խափանման միջոցի ժամկետը երկարացնելու հիմքում դրել է ոչ միայն վկաների, այլ նաև քրեական վարույթով այլ ապացույցների հետազոտումը, նշելով, որ դեռևս ապացույցները չեն հետազոտվել, ես ցանկանում եմ այս մասով եւս ընդգծել, որ քրեական վարույթով ապացույցների մեծ մասը դեռևս մասնավորապես գրավոր ապացույցների հաշվի առնելով, որ ծավալը շատ է, չեն հետազոտվել եւ դրանց արդյունքում իհարկե դատարանը արդեն նոր փաստական հանգամանքների ականատես կլինի եւ այս մասով պատվարժան դատարանը նաեւ հաշվի առնելով դատավարության ընթացքը մեղադրանքի կողմը գտնում է, որ նաեւ բարձր է, ինչպես հակակոռուպցիոն դատարանի կողմից հոկտեմբերի 17-ի դատական ակտով արձանագրված, այնպես էլ ներկայումս առկա եւ բարձր համարվող փախուստի վտանգը։ Պատվարժան դատարանը այս մասով ցանկանում են հստակ ընդգծել, որ դատավարության ընթացքը մասնավորապես քրեական վարույթով հարցաքննված վկաների ցուցմունքները, որոնք դատարանի առջև հաստատեցին ինչպես շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով, սպանություն իրականացված լինելու, այնպես էլ պատվերով սպանված լինելու հանգամանքը եւ ուղիղ հակընդդեմ հարցման իրավունքի ապահովման ցուցմունքներ տվեցին։ Մեղադրանքի կողմի կարծիքով այս պարագայում փախուստի վտանգը ոչ միայն նույնն է մնացել, այլ նույնիսկ բարձրացել է պատվարժան դատարան, հաշվի առնելով դատավարական պրոցեսի ընթացքը, թե ինչպես է գնացել։ Մեղադրանքի կողմը չի կարող պատվարժան դատարան նույն հարթության մեջ նայել այն իրավիճակը, երբ որ վկաները դեռևս ցուցմունքներ չեն տվել եւ հայտնի չի, թե վերջիններս ինչ բովանդակության ցուցմունքը տան եւ արդյոք հնարավոր կլինի վերջիններիս ապահովել դատական պրոցեսում եւ մի իրավիճակ, երբ վկաները եկել եւ հայտնել են օբյեկտիվ իրականությունը կազմող փաստական տվյալներ են հայտնել, որոնք պատվարժան դատարան հաստատում են մեղադրյալներին առաջադրված մեղադրանքներ։ Այսինքն այս երկու իրավիճակները փախուստի վտանգը, փախուստի հնարավոր ենթադրությունը մեղադրանքի կողմից առանց քաշելու տեսանկյունից չի կարող նույնական դրսևորվել։ Պատվարժան դատարան, երբ որ այս ամենին էլ գումարում են հանցանքի ծանրության աստիճանը, այսինքն առհասարակ ինչ արարքների կատարման համար են անցած մեղադրանքներ առաջադրված եղել, կարծում եմ պատկերը ամբողջականում է, մասնավորապես
Ինչպես դատարանը, այնպես էլ մեղադրանքի կողմը չի կարող հաշվի չառնել հանցանքի ծանրության աստիճանը, պատվարժան դատարան, որովհետև սույն դեպքում անձանց առաջադրված է այնպիսի մեղադրանքներ, որոնց համար ընդհանուր մինչև ցմահ ազատազրկում է նախատեսված եւ չի կարող այս խափանման միջոցի քննարկման արդյունքում սա ևս չդիտարկվել որպես լրացուցիչ փաստարկ, ուստի մեղադրանքի կողմը կարծում է, որ բարձր է հավանականությունը, որ մեղադրյալները այլընտրանքային խափանման միջոցի ազդեցության դարձնելուց հնարավոր է չապահովվի վերջիններիս պատշաճ վարքագիծը։ Մասնավորապես պատվարժան դատարանում նաև ես ցանկանում եմ անդրադարձ կատարել, թե ինչու այլընտրանքային խափանման միջոցներով հնարավոր չի լինի հասնել մեղադրյալների պատշաճ վարքագծին, հետևյալ նկատառումներից ելնելով, մասնավորապես դիտարկենք հաջորդ այլընտրանքային ամենախիստ խափանման միջոց տնային կալանքը։ Պատվարժան դատարանում այս ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները, որոնցից մեկն է նաև երկուսը կներեք երկուլազգային սկավառակ հետազոտեց դատարանի առջև, ինչ պատկերներ իրենից ներկայացնում, պատկերը հետևյալն է պատվարժան դատարան անձը մեղադրյալը սույն դեպքում իր բնակարանում հանդիպումներ է ունենում քրեական վարույթով անցնող անձանց հետ, մասնավորապես քննչական վարչությամբ է Թաթուլ Շուշանյանի հետ, կապեր է խնդրում քննիչների հետ, ինչպես նաև սույն գործով անձանց հետ անմիջական շփում ունեցող, այսինքն տանը բնակարանում պատվարժան դատարան հեռախոսի միջոցով ազդեցություն է գործադրում քրեական գործով դատավորական ընթացքի վրա։ Հիմա այս օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքները մենք ունենալով, դրա մի մասը նույնիսկ հետազոտելով, մենք արդյոք կարող ենք ողջամիտ ենթադրել, որ տնային կալանք խափանման միջոցը իրապես կարող է իզոլը լինել։ Իհարկե չենք կարող պատվարժան դատարան, որովհետև ոչ մի երաշխիք չկա, որ անձը բնակարանում տնային կալանք խափանման միջոցի տակ նույն այն գործողությունը, որը կատարել է ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման տակ, չի կատարել։ Եվ այսպես պատվարժան դատարան մենք գործ չունենք զուտ ենթադրության մակարդակով խափանման միջոցի պայմանների հետ։ Այսինքն ճիշտ է խափանման միջոցի պայմանները կանխատեսական ենթադրական մակարդակի են պատվարժան դատարան։ Սակայն դա չի վերաբերում այս գործին։ Այս գործով այդ քրեական վարույթի ապացուցման գործընթացին խոչընդոտելը, անձանց վրա ազդեցություն գործադրելը ոչ թե կանխատեսական եւ ենթադրական մակարդակի վրա են, այլ ուղիղ մեղադրանքի մակարդակով են, այսինքն մեղադրանքի եւ դատարանում քննվող գործի օբյեկտիվ ներքին դիտում օպերատիվ հետախուզական միջոցառման արդյունքների, որը այսինքն մենք դա չենք ենթադրում, որ կարող է խոչընդոտի, մենք ունենք օպերատիվ հետախուզական միջոցառման օբյեկտիվ ձայնագրություն, որտեղ տեսնում ենք, որ խոչընդոտել է արդեն, ոչ թե մենք ասում ենք, որ կարող է։ Հիմա այսինքն այստեղ պետք է ենթադրությունը լինի, թե արդյոք անձը նույն այն խոչընդոտելը, որը արդեն կատարել է, էլի կկատարի, թե չի կատարի, օրինակ ուղղվել է, էլ չի կատարի։ Այս հարցը պետք է քննարկենք, ոչ թե պետք է քննարկենք արդյոք կանխատեսական մակարդակում կկատարի, թե ոչ, որովհետև արդեն իսկ կատարվել, այսինքն դա օբյեկտիվ փաստական տվյալների մակարդակով է եւ հետեւաբար սույն դեպքում գործ ունենք փաստերի հետ եւ վերնշված միջնորդությունը պատվարժան դատարանում առավել քան հիմնավորված է փաստերով։ Այսինքն խափանման միջոցի պայմանները խախտվել են փաստական տվյալներով եւ անձանց վարքագծով։ Վերնշվածի համատեքստում պատվարժան դատարան մեղադրանքի կողմը միջնորդում է եւս 3 ամսով երկարացնել մեղադրյալ Վահագն Ակարյանի եւ Վլադիմիր Դավթյանի նկատմամբ կիրառված կալանք խափանման միջոցները եւ պատվարժան դատարան նաեւ ցանկանում է ընդգծել, որ վերնշված տեմպերով, այսինքն այն ջանասիրությամբ, որ դատարանը քննում է սույն գործը, նաեւ հնարավոր է համարում վերնշված ժամկետում նույնիսկ ավարտել այս քրեական վարույթը։ Ըստ էության այսքանը, եթե հարցեր կլինեն, սիրով կպատասխանեմ, Իրանն պատվարժան դատարան միայն հավելում է ըստ էության իրավիճակության փոփոխություն չունենք այս կողմի հիմնական դատալսումներում եւ ապաստորը ամուսնու դեպքում ոչ որ սպառնում երկու ինքներն ապրում եւ անում գործոք չստացվում։ Ես էլ միանում եմ, չեմ կրկնվի, ընդհանրապես կհավելեմ, որ ես գտնում եմ, որ շարունակում են տնտեսվելով հանցան կատարելով ռիսկներն ակնհայտել եւ նույնիսկ դատարանում վկանցություն տալիս, որ մեղադրյալը հարց էր տալիս իրան, թե դու ինչ խնդիրներ ունես եւ այլն, կա շատ հստակ հայտարարեց, չնայած դատարանը կարող է նաեւ լսել դատական նիստերի ձայնագրությունները նախորդ դատարաններում, երբ որ
մեղադրյալը ուղիղ հայտարարում էր, որ ինքը սպանելու է թե վկային, թե քննիչների։ Այսինքն այդ բան չի, ուղղակի այնպես չի էլի, որ մենք ինչ-որ ենթադրություններ ենք անում։ Ավելին ասեմ, երբ որ քրեական գործի բոլոր նյութերի հետազոտումից, նաև օրինակ մի մաս այստեղ հետազոտվեց, շատ հստակ կտեսնենք, որ եթե հետագայում գործի նյութերներ ամբողջ ծավալով կարողանանք հետազոտել, դատարանի համար պարզ կլինի, որ եղել է նաև այլ հնարավոր հանցանքների կատարումներ, որոնցով նույնիսկ այդ զենքը թաքցնելու, ցուցմունքներ տալու եւ այլնի հստակ հրահանգներ կան։ Բայց բացի դրանից ասեմ, որ եթե այստեղ ինչ-որ հայտարարություններ են հնչում, թե դե Վահագիձյանը չի, թե ով է, թե ինչ է, այլն, արդյոք սա վերաբերվում է, սրան չի վերաբերվում, շատ ակնհայտ է, որտեղ ինչ-որ հիմա գաղտնալսումներով դատարանը լսեց, այդ ամեն ինչը ցուցմունքներով էլ դատարանը կտեսնի քրեական գործի նյութերում։ Այսինքն ինչ պայմանավորվածություն այստեղ ձեռք է բերվում, որ ասում է, որ այսպես ցուցմունքդ կտաս, այսպես կասես, որ դու եղել ես իմ հյուրանոցի վրա եւ այլն, քրեական գործի նյութերով կբացեք ցուցմունքները, կտեսնեք, որ այդ նույն ցուցմունքները տալիս են ուզին։ Այս քրեական գործով կան ապացույցներ, թե ով է եղել իր ախտային ինչը, որ կոնկրետ եղել է այդ մեղադրյալը եւ շատ հստակ է, որ ում է խոսում, ով է խոսում եւ ինչ ցուցումներ է տալիս։ Այսպիսի ես անկեղծ 30 տարվային պրակտիկայում այսքան խոչընդոտման ռիսկով բարույթ չեմ տեսել ընդհանրապես, որ մարդը անընդհատ խոչընդոտի, բոլոր վկաներին հետևի, ով ինչ պիտի ասի, ով ինչ պիտի չասի, հետևի քննիչներն ինչ արեցին, քննչականի պետերն ինչ արեցին, հետո հերթո բոլորին համապատասխան նաև, ինչպես նշվեց, մեղադրանքի մակարդակներով նաև կաշառք տալով եւ այլնով հասնի նրան, որ իր համար ցանկալի արդյունք ունենա։ Ուստի ավելի քան ակնհայտ է, որ սույն գործով չի կարող լինել այլ խափանման միջոց, քան կալանքն է որպես խափանման միջոց։ Բոլորիս համար ակնհայտ է։ 18 թվականի հունվարի 18-ից Գավրիելյանը ձեռքակալված է, իսկ ավելի վաղ, երբ որ քրեական բարույթը նախաձեռնվել է, ավելի ճիշտ նախնի կարգավորումները քրեական գործը հարուցվել է, քրեական գործի որոշման մեջ արձանագրվել է անձի անուն ազգանունը եւ վերագրվող բոլոր գործողությունները։ Մենք գիտենք, հիմա հասկանանք ինչ կան դա շեշտում, մենք գիտենք, որ այն որոշումները, որոնք ունեն այնպիսի բնույթ, որ անձին նույնականացնում են մեղադրանքի տեսանկյունից, դրանք հավասարեցված են եվրոպական դատարանի նախադեպային չափանիշներով մեղադրանքի, այսինքն հենց հարուցելու պահից Գավրիելյանը ունեցել է մեղադրանք։ Ինչու է սա կարևոր։ Հետո սկսվել է դատավորների փոփոխությունը։ Հիմա այս նույն ինտուզիազմով հանրային մեղադրողները չեն խոսում նրա մասին, որ երբ ունեցել են մեկ միասնական համակարգի պարագայում պարտականություն սահմանադրական լիազորություններով առարկայական ընդհանրության հարցը դատարանին բարձրացնելու։ Այսինքն տարիներ շարունակ գործը քննվել է Լոռու մարզում։ Հետո փոփոխությունները, որոնք շարադրված են, բոլորիս հայտնի են, չծանրաբեռ, բերեց հանգեցրեց նրան, որ հայտնվեցին քաղաքակրթության դատարանում մարտի 23-ին վերամակագրման, որից հետո կրկին դատավորի փոփոխություն եւ կրկին դատավորի ինքնաբացակ, այնուհետև սույն դատարանի բարույթում։ Ինչու է սա կարևոր, պատվաժան դատարան։ Եվրոպական դատարանի օգտատվական խորհրդի ողջամիջամյակներում արդար դատականության եւ դատականության ժամանակ դատավորի դերի մասին կարծիքի համաձայն միայն 6-րդ հոդվածը մասնավորապես ներմուծել է դատավորական իրավունքի լայնածավալ եւ անոններ, որոնք ընդհանուր են ավելի եվրոպական երկրների համար։ Սահմանվել են ընդհանուր սկզբունքներ, որոնք անկախ ազգային համակարգի տարբեր տնտեսական կարողություններից եւ բազմազանությունից նպատակաուղղված են ապահովելու դատարանների մատչելիության իրավունքը, արդար եւ անաչառ դատականության արդյունքում ողջամիտ ժամկետի
եւ այլն, համապատասխան Ստրասբուրգի հղումները 2004 թվականի նոյեմբերի նշված է։ Սա փոխանցվել է։ Եվրոպական կոնվենցիան ընդգծում է իր նախադեպային իրավունքում, որ ձգձգումների արդարադատության տեսանկյունից խնդիրը սկսվում է այն ժամանակահատվածից, երբ այսինքն ժամկետը խոսում է, երբ հաշվի են առնվում անձի ներկայացված մեղադրանք լինելու հանգամանքը։ Կա հստակ Գերմանիայի դեմ 1968 թվականի հունիսի 27-ի վճիռ, գանգատի 21-22-64 եւ ասվում է այդտեղ նաեւ ձերբակալման պահից։ Այսինքն սա որ ասում են որ ճամիտ ժամկետները եւ պատշաճ անհրաժեշտ ջանասիրությունը սույն դատարանում առկա է, այո, առկա է միայն սույն դատարանի վարորդում։ Սա միակ դեպքն է, որ ես ձեր վարորդի հետ կապված խնդիր չունեմ եւ չեմ վիճակում։ Բայց դատարանը պետք է դա հաշվի անձի մեղադրանք առաջադրելու պահից սկսած։ Սա է ասում մեզ եվրոպական չափանիշները, սահմանադրությունը հստակ ասում է միայն դատավարության չի, որ պետք է դատարանները առաջնորդվեն։ Մենք ստեղ այսինքն հստակ խնդիր ունենք։ Այսինքն տեղական ժամանակ ինքնաբերական Վահագն Աբգարյանը գտնվել է կալանքի տակ, անձի անհատական այսինքն անհատականացման գնահատական չի տրվել։ Սույն դատարանը իր նախնի որոշման արձանագրել է, որ նոր վարորդով պայմանավորված դեռ անհատական գնահատականին անդրադառնալու, այսինքն վարկը երկու սուբյեկտների դնելու է ապագայում իր որոշման հիմքում։ Հիմա այսօր ասում են ռեզին նման, ինչ-որ ինքնում ինչ-որ գործողություն այդ ենթադրյալ է։ Այս կարադառնալ է խոչընդոտելու, կարգավիճակների, դրա գնահատման անթույլատրելիությանը։ Այդ որ անընդհատ ռեզինի նման ձգում են 8 տարվա մեջ, դա եվրոպական դատարանի եւ առհասարակ դատավարության մեջ թույլատրելի չի պատվաշան դատարանը դա ինձանից հրապուրի։ 23 թվականին տեղի ունեցել սույն անկարգողություն դատարանում մի շարք դատական նիստեր, որոնք նույնպես դատարանը պետք է հաշվի առնի, որ կալանավոր չեն բերել։ Դրանք խնամքորս արձանագրել են։ Ու հիմա մենք լսելու ենք, չնայած այս անգամ չլսեցի, բայց սովորաբար լսում ենք Ժիրայր Բրգզյանի նախադեպը, երբ որ հստակ վճռավետ դատարանը առհասարակ արձանագրել է, որ տեղական կալանքի տակ գտնվելը դեռ չի խոսում նրա մասին, որ տեղի ունենում կոնվենցիոն խախտում, բայց սա մեզ վերաբերելի չի։ Ինչու վերաբերելի չի, որովհետև այդ դիրքորոշումը չի կարող ավտոմատ կերպով արդարացնել կամ ծածկել 8 տարվա կալանքը, այսինքն սա արդեն հստակ պատիժարված դատական ակտի, առավել ևս այն պարագայում, երբ գործով փոխվել է 10 դատավորներ։ Ինչ է իրականում վճռավետ դատարանը ըստ էության ասում է, որ կալանքի տևողությունը ինքնին միայն տարիների թիվը, դա բովանդակություն է, մենք առայժմ ջանասիրության մեջ պետք է անտալիք նաև բովանդակությունը, միայն տարիները բավարար չեն։ Բավարար չէ եզրակացնելու, որ կալանքը անհամաչափ է, այսինքն երկար հաստատը միայն ուղղակիորեն աշխատել չի կարող, այսինքն երկարության մասին չի ստեղ։ Սա համընկնում է Միևի մոտեցման հետ, մասնավորապես Ռումինիայի դեմ, Գուլան ընդդեմ Ռումինիայի առկա է նախադեպ, որ այո, համաձայն է, բայց չի ասում վճռավետ դատարանը, որ կարելի է անժամկետ կամ չափազանց երկար կալանքի տակ անձի պահել, կարելի է տարիներով պահել առանց նոր գնահատման, այսինքն նույն որոշումներն են, այնքան նույնն էին, որ ես նույն ձևի կոպի փաստերով բողոքարկել եմ, որ ձևական դատավարության տեսանկյունից հարցը բարձրացնել եվրոպական դատարանում։ Չի ասել, որ կարելի է դատավարության ձգձգումները վերագրել, որ սա ողջամտություն է, ինչու է 8 տարին արդեն որակապես այլ իրավիճակ, որովհետև պատվաժան դատարան անձինք ունեն արդեն կոնվենցիայի 3-րդ հոդվածի խախտման տեսանկյունից կարգավիճակ, որի արձանագրումը նույնպես ուղարկել է ներպետական արձանագրած սպառերով եվրոպական դատարան դեպ կոմունիկացիայի կողմից։ Այսինքն անձին փոշտանվում է։ Հիմա 8 տարի պլյուս 10 դատավոր, առարկայական ընդհատության խախտում, պլյուս կալանավորների դատարանի չապահովում նախկինում, հավասար է դա արդեն առհասարակ տևողական ըստ էության օրինականության բնականաբար ոչ։ Տեսեք, Ջեսուսն ընդդեմ ինչ ասել։ Իտալիա։ Ջեսուսն ընդդեմ
Լիտվայի, Իտալիայի գործով 62 և 63-րդ կետերը ասում են նրա մասին, որ Եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի առաջին կետի տեսանկյունից օրինականության հարցը ուղիղ համեմատական է անձի տևական կալանքի տակ լինելու հետ։ Նախկինում, երբ որ այս հարցը սույն գործով բարձրացումների, իմ գործընկերը Փաստաբան Պարուսյանը ասում էր, այո, կա այդ խնդիրը, բայց քանի որ դատավարությունը թույլ չէր տալիս եւ անընդհատ այդ հարցերը բարձրացնության տեսանկյունից, վերագրվում էր նոր դատավարության ակնկալիքով։ Իսկ հիմա նոր դատավարությունը մեզ ասում է, յուրաքանչյուր 3 ամսը մեկ քննարկում ենք այս հարցը, բայց արդյոք չեզոքացում են 8 տարիների ընթացքը եւ արդյոք այս 3 ամսվա ընթացքում դատարանը չի գնահատելու այն կարճ վարկագիծը, որը երկու կողմերն են երկու պաշտպանյաններն են ունեցել։ Ստեղ խոսվեց, ես չեմ խոսելու հիմնավոր կասկածից, բայց պայմանների մասում, բայց ստեղ ասվեց բաներ, որոնց չարադառնալ չեմ կարող։ Ասում են գաղտնալսումները հիմք են, որ դու գնահատեք անձին, մասնավորապես վարդանավները, խոչընդոտելով արույթին թեժ։ Խոչընդոտման մասով պատվաժան դատարան, դու չեք կարող գնահատական տալ այդ վարույթի նյութերին հողին տալ, ինչու որովհետև դու գնահատելու եք ուրեմն դրա արժանահավատությունը, թույլատրելիությունը։ Այս երկից ավելի կետ կա, որ անթույլատրելիության հարցերը բարձրացվելու այս օպերատիվ հետախուզական գործողության արդյունքների մասով ձեռքբերման ընթացքի արժանահավատության, սենց կարճ ասեմ, մի գաղտնալսում, որ քննիչը կասվածի տարիքին, ուղարկի փորձակնության, որ համոզվի, այսինքն բնակարանում ինչ են անում, ձայնագրություն են անում, ինքը գիտի, որ այդ վաղակաբերան են ձայնագրի, բայց ինքը կասվածում է, ուղարկում է մի ատեսնի հաստատ ինքնա թե չէ։ Ուղարկելու արդյունքում է սենց կարճ հատվածներ, որը նոր հետազոտեցին, և ոչ միայն տեսան զնության արձանագրության հետ անհամեմատ չի համընկնում, սենց մեծ պարբերականներով առկա չէր են, ինչ մենք լսում ենք զնության մեջ, նաև վերջի լսածը մեր կես հատվածներով էր ուղարկվել փորձակնության, դուք հետագայում նրա մեջ համոզվելով։ Այսինքն ձայնագրության մի հատվածը, որ մենք լսեցինք, քննիչը սենց կտրել է, մոնտաժել է, ուղարկել է փորձակնության։ Իսկ բարբերակացում մանին է դա կասած է, դատարանը հիմա դերինան ինչ է։ Դա մեկ, բայց դա չի այս գործի մեղքը, այսինքն այս հիմքը։ Դատարանը պետք է հասկանա ինչ կարգավիճակ է ունեցել ձայնագրվելուց վարդանավերանը։ Ինչ խոչընդոտելուց ունեցել անգամենը, որ կայի կարգավիճակ։ Կանխատեսելի է եղել, եթե անգամ ինքն է։ Արդյոք իր համար, որ ինքը խոչընդոտում է իր վերաբերյալ քրեական վարույթին։ Լսում ենք փաստաբանի հետ խորհրդակցության արդյունքում ինչ-որ սուբյեկտի փոխանցված իրավաբանական գնահատականներ, որը բառացի վերաբերելիչի պատվերին բացարձակ վերաբերելիություն ուներ 1.5 կրակելու հանգամանքին, այսինքն շատ է կյանքի համար վտանգավոր եղանակով հարցին։ Եթե մենք ասում ենք այս ձայնագրությունները փաստա, որ օրինակ ասել է սենց ցուցում կտաս, ինքը տվել է այս ցուցում, ապա դուք կապ է հասկանալ։ Փաստաբան, հանդիպում, փաստաբան, իրավաբանի դիպլոմով իրավաբան, խորհուրդ է տալիս իր սանուկին, սա ենթադրություն է, բայց հետագայում ինչ չընդունվի էլի, սա ընդհանրապես ձեր ասածի կոնտեքստն է ներկայանում։ Եվ դրա արդյունքում ասել, որ անձը գիտակցել է, որ ինքը ունի մեղադրյալի կարգավիճակ, կարող է ասել պիապացուցել, որ ինքը իր բերանով ասել է Վլադիմիր, այն որ քեզ սպանության պատվեր էի տվել, հանկարծ դրա մասին ոչ մեկ չի մանել։ Նման բան ամբողջ գաղտնալիությունների մեջ չեք լսելու, հակառակը լսելու եք։ Այսինքն կարգավիճակից եղող գործողություն մենք չունենք։ Ավելի, եթե խոչընդոտել էր վարույթին, ուներ վկայի կարգավիճակը, նա համապատասխանան անձը կազմող քրեական գործը։ Այս անձը փաստորեն ակտիվ գործողությունները արել, ինչ-որ քրեական գործի շրջանակներում։ Ուր է համապատասխան մեղադրանքը չկա։ Թաթուլ Շուշանյանը, Սուրեն Թաթուլ Շուշանյանը եկել է տուն, եւ դա խոչընդոտման հիմքն է, Թաթուլ Շուշանյանը հիմա ազատության մեջ է։ Բոլոր քննիչները ազատության մեջ են։ Մենք խոսում ենք վկաներից, ներկայացնում ենք ընդհանուր մի ամբողջ, ասում ենք Թաթուլ Շուշանյան, Արայք Մերսյան,
լիազորություն է ունեցել։ Այսինքն, հաստացի Թաթուլ Շահյանը այդ պայմանությամբ վերահսկողություն իրականացրել է վարույթի նկատմամբ, այսինքն դա ինչ կապ ունի խոչընդոտման հիմքի հետ։ Եվ ուշադրություն դարձրեք, որ փորձարկությունները երբևէ չեն վիճակվել, Թաթուլ Շուշանյանի վարույթում եղած ժամանակահատվածում, այսինքն նրա վերահսկողության եղած ժամանակահատվածի 6 հատորը մեղադրանքի ծավալ է կազմում, անցած անգամ երբ հարցը բացատրեցի, լսեցի, որ դրանք վրա են հասնելու հիմնավորեն, որ եղել է կաշառ, չէ, դրանք տար են վրա հասնելու հիմնավորեն, որ եղել է կաշառ, բացառապես Թաթուլ Շահյանի, Արայիկ Ներսյանի և Արտակ Հովհաննիսյանի քրեական վարույթի շրջանակներում, այսինքն ստեղ մենք նման մեղադրյալներ չունենք, ուրա, մենք ինչ-որ մեկի կաշառք ենք տվել, բայց չգիտեմ ով տվել, մենք ստեղ այլ կարգավիճակ չունենք և ունենք իրավիճակ, որ այդ նյութերը հիմնավոր կերպով դրվել է մեղադրանքի հիմքում։ Իսկ մենք իրենք չէ, նախին քրեականագործքի 104 հոդվածի 4-րդ կետը մեզ ինչ է ասում։ Բացառական ենթակա սուբյեկտի ձեռքբերված բոլոր ապացույցները չի կարող հիմք հանդիսանալ։ Մի կողմից ասում են հիմք չի տա, մյուս կողմից դնում են մեղադրանքի հիմքում։ Այսպես։ Ինչ վերաբերվում է ՎԿ Արթուր Մնացականյանը։ ՎԿ Արթուր Մնացականյանը բացառապես ներկայացնում է տեսակցություն դեռ խոչընդոտելու, ռիսկը գնահատելու համար պատվարժան է։ Ստեղ լսեցի, որ դեռ Լուսինե Սահակյանը պետք է Արթուր Մնացականյանը բացել։ Մենք կարող ինչ-որ ինչ տեղ բացել տա, դա չի նշանակում, որ տվյալ վկայի հարձակողությունը չի եղավ։ Այդ վերը պետք է նշանակվի, դրա արդյունքում պետք է հիմնավորվի, որ են հարցերը որը վերաբերելի, ինչու այդ ժամանակին չի տրվել, բարեփոխությամբ չի կիրառվել համապատասխան իրավունքները։ Այսինքն միայն դա ասել, որ ինչ-որ մի գրում Արթուր Մնացականյանը ձեռք գալու է, դա ինք չի, որ անձին մնա կալանքի տա, դա ինք չի։ Եթե դատանը նման արձանագրում անի, ես դատանի նաև բացատրելու հնարավորություն եմ ունենալու, որտեղ դա անհնարինության, իրավական անհնարինության տեսանկյունից կդիտարկեմ։ Հիմա Արթուր Մնացականյանը ստեղծությունքի մեջ իր խոչընդոտելու իմաստով ինչ էր ասում։ Ասում էր, որ վախեցած է, կապ հաստատել իր հետ իրավապաշտպանը Մարինա Պողոսյանը, իր դեպքը, այդ կապի արդյունքում պարզվում է իշխանության մեջ արտարը և վարույթի նյութերի մարդատականը կարող է հետազոտել, ես ներկայացրել եմ։ Նախկինում սուտ մատնության քրեական գործի շրջանակներում իր կողմից տրված ցուցմունքները, Մարինա Պողոսյանի կողմից տրված ցուցմունքները, կա լազերային սկավառակով տեսագրություն, որտեղ Մարինա Պողոսյանը գրում է դատախազություն, ասում է դատախազությանը Արթուր Դավթյանի և հանդիպում է ունենում ոչ Արթուր Դավթյանի հետ, այլ պաշտոնատար անձի, որ դատախազ է և ասում է, որ Արթուր Մնացականյանը ձեր վկան մեզ հետ կապ է հաստատել և գալիս է։ Հիմա դրանից հետո դատախազությունը առաջարկում է գնալ դիմել պահնորդական ընկերությանը, եթե վկան վախենում է, թող դիմեն պահնորդական ընկերությանը և արդյունքում ապահովել այդ վկայի անվտանգությունը։ Հիմա ստեղ Արթուր Մնացականյանը ներկայացնում է, որ իբրև թե Մարինա Պողոսյանն է իր հետ կապ հաստատել։ Ես իրեն ոչ միայն ձեր դատապարտության ժամանակ, նաև նախորդ դատավոր Սուրիկ Խաչատրյանի դատապարտության ժամանակ հարց եմ տվել։ Դու երբևէ տեսագրությունների առաջ ցուցմունք տված կաս ու չկաս։ Պատվարժան դատարան նախ այդ խոշտանգված ենթադրյալ և աղաբեկված վկան իր ցուցմունքները դեպոնացրել են նոտարական կարգով։ Այսինքն արդարացնող ցուցմունքները դեպոնացված են նոտարական կարգով։ Մեկ չխոչընդոտելու ապացույց։ Դավիթ Գյուրջյանը փաստաբան, ինքը պոտենցիալ սխալոս է վկան, և ես դա դատական ժամանակահատվածությամբ եմ ապավայում ապացուցել, որ սա ինքը իրան խոսալու ընթացքում էլ այդ իրան ասում։ Երկու տեսագրություն կա, որտեղ հիմա հետազոտելու արդյունքում կարող է բովանդակությունը չլսել։ Ընդհանրապես նաև դա ունի արդյոք աղաբեկված, խոշտանգված վերջում տեսագրության։ Հեշտում այն ամեն ինչ ինչ-որ ստեղ խոսում էր, նույն ինտուզիազմով ինչ-որ ստեղ ներկայացնում էր, այն ագրեսիվությունը, որը ուներ իր նկատմամբ, դա արդեն հիմնավորում է, որ այդ վկային ինչ-որ միտեղ ինչ-որ մեկը սովորեցրել է, որի վերաբերյալ Գագնապլայանը պարբերաբար հայտարարում է, և վերջում Դավիթ Գյուրջյանն ասում է ինձ շատ հաճելի էր,
բացի է, որոշեցի, որ պետք է գնամ դիվանագիտական մեկ այլ երկիր, վախենում էի Վահագն Հարությունյանից, ինձ վախացրել էին, ինձ ասել է Վահագն Հարությունյանը, որի վրա ոչ մեկ չի կարա, բացի նախագահ, արդյունքում նախագահի վրա դուրս դրան փաստորեն, որ կարողանային, երևի այս ալգորիթմությունը չէր լինի, դա ցա ենթադրվում այդ կոնտեքստի մեջ։ Ես վախեցել եմ, տվել եմ նմանատիպություններ եւ արդյունքում մտածել եմ կգնամ երրորդ երկիր, այնպես տեսակապով կմտնեմ ու կպատմեմ այն ամենը, ինչ որ հիմա իրականությունն է ասում։ Սա փոխանցումը դատարանի ինքը գրիչը ֆլեշկա է, որի մեջ կա երկու տեսակություն, հաստատանական հարցման շրջանակներ։ Ցանկացած հաստատություն կամ գրիչ կարող է ներկայացնել դատարանը, իրականացնողների համաձայն ցույց տալ։ Սակայն այս պահին ապօրինի լրացման բուրում չեն գտնում։ Ես ապօրինի Այն ինչ դուք հիմա ներկայացնել եք, դա որևէ կերպ դատարանը չի կարող հետազոտել եւ որպես ապացույց դիտարկել։ Շատ բարի, որովհետեւ կարող եք գցել վարկի դուք հետագայում համապատասխան փուլում դառնում կատարել։ Ներկայացված մեկ օրինակ տանք ունենալու։ Եթե ֆլեշկա Ասենց ասեմ, էլի շատ բան։ Կապույտ փոքրիկ թվով դատարանում չի տալիս դիքին բաղը։ Ուղղակի նրա Սպառում մնացականյանի սուսմունքներ տեսակապի միջոցով վերցված հաստատանական բախման Ես ճիշտ եմ ասում, սա այսինքն ցուցմունքի տեսաձայնագրություն է։ Պատվարժան դատան ես առարկում եմ պատվարժան դատան վերանշված է նույնիսկ քրեական վարույթի նյութերին կցելու համար ինքի տեսանկյունից, որովհետև դա առհասարակ չի կարող է գործող հետազոտման առարկա դառնա երբևէ։ Ինչի համար, որովհետև անձը հարցաքննվել է եւ վերջինիս այլ ցուցմունքները հրապարակելու որևէ միջնորդություն չի եղել, այսինքն ցուցմունքների հետ կապված հակասության հարց չի բարձրացվել։ Անձը հարցաքննվել է եւ հարցաքննությունը վերջացել գնացել է։ Այսինքն էական հակասություն ցուցմունքի հրապարակումի վրա տեղի չի ունեցել։ Այսինքն պատվարժան դատան սա ինչ ընթացակարգ է։ Ինչ է նշանակում նոտարական կարգով դեպոնացում նման ընթացակարգ ես չգիտեմ։ Այսինքն քրեական դատավարությունը չի բխում այս ամենը պատվարժան դատան։ Ադիվի անհնարավորություն դատավարությունը անհնարինությունի համապատասխան կարգավորում ներկայացված ցանկացած հաստատություն այդում նաև կրիչ դատարանը չի կարող չընդունել եւ վերադարձնել գծում վարույթի նյութերին ամբողջականության մասով ամենայնպես ամբողջականությունը դատարանը համապատասխան լրացման որոշում կայացնելու պայմաններում նոր եթե որոշում կայացնի որ այն որպես ապացույց օգտագործի նոր կողմերի ներկայացում ամբողջականությունը խնդրեմ եթե ամբողջականության մասով դարերի վարույթի ամեն մասնակիցներ ցանկություններ Ոչ պատվարժան դատան Մասնավորապես հաստատանական հարցման շրջանակներում Վարդուրանցականյանի հայտարարությունների գործությունների մեջ վարկային այսպիսի բովանդակություններ, որ Վլադիմիրի վերաբերյալ միակ առասարից քրեական գործով միակ ճշմարտությունը վերանալու Վլադիմիր Դավթյանը հանդիսանում է Վահգն Հարությունյանի ստամբիկը, բանը կա, որ ես ասել եմ ուղիղ ցուցմունք եմ տվել իմ վրա, ես նման բան չէի կարող անել, այսինքն որ տաղել եմ իբրև կրակել եմ, տաղել եմ ծառան ցույց տվել, շատ էին ուզում որ գտնեին, ես առանցքային բաներ եմ ասում էլի, շատ էին ուզում ծառի վրա բան գտնեին, բայց հետո տեսան չեն գտնում, ասացին դե լավ, տարիների ընթացքում կասենք կապել է։ Այսպիսի ցուցմունքներ ա տվել, որ ոչ մի բանը ճիշտ չի ու շատ մանրակրկիտ հերքել այն ամեն ինչը, շատ հանգամանորեն, որոնց նույն էնտուզիազմով բարձրաձայնում են։ Ինչ վերաբերում է հետագայում միջնորդության և հակասությունների մասով, ես կհնարավոր եմ, դա խնդիր չի։ Այսինքն Արթուր Նացականյանի ուղղությամբ, լավ, սենց մեկ կարճ բան ասեմ, առաջի դատականությունը, որի Արթուր Նացականյանի հարցաքննելն էր, լսել եք, ինչ ասեց, Ուսինե Սահակյանի միջնորդությամբ հետաձգվեց, նույն բաների հետ կապված, մյուս ձեր կողմից հրավիրված դատականության ժամանակ, նույն բանի վերաբերյալ այդ հայտարարությունը անել, այդ ցուցմունքը տվել։ Մենակ սա արդեն դեպի կա։ Արտակ Հովհաննիսյանին վերաբերյալ։ Պատվարժան դատարան, քանի որ մեղադրանքի կողմը մշտապես բարձրաձայնում այն հարցը, որ իբրև Վահգն Աբրահամյանը
ճանաչված արդարադատություն։ Բոլոր վկաները ցուցմունք էին տալիս, չեն հիշում բովանդակություն։ Այսինքն, եթե այս ամբողջ 8 տարվա ընթացքում Բաղդասարյանը ուզենար նշանակել բարույթին, վկաների ցուցմունքների բովանդակությունը չէր լինի, չեն հիշում, կլիներ հստակ ուղղված ցուցմունքներ, այսինքն գաղտնալսումները, որոնք չեք կարող գնահատել, բայց կարող է գնահատել վկաների ցուցմունքի բովանդակությունը առարկայական առումով, այն ուղղությամբ, որ որևէ միջամտության հարց չի բարձրացել։ Նույնիսկ այն հանգամանքը, որ մենք ասում ենք, որ վկաների հարցաքննությունները այնքան երկար են տրվել տարիները, որ վկաների հարցաքննությունները ունեցել են նախաքննական մակարդակ։ Այսինքն մենք նույններ, որ դատարանում որևէ վկայի չհարցաքննեին, ուղղակի հրապարակեին բոլոր զննության, հարցաքննությունների զննության արձանագրությունները և ավարտեին։ Ես ինչ չէի առնում նրանցներ, որ դրանք հրապարակվեն, որ հետագայում հիմնավորվի չկոչնոտելու ինքը և արդեն ցես բարույթի անարդյունավետության հիմնավորվեն։ Հաստ է չէ, որ կալանքը այս բարևայում դանել արդեն անարդյունավետ։ Հաստ է, որ արդեն մի քանի դատաքննություն անցնելուց հետո անձին եկողնում է շարունակական կալանքի տակ, ուղղակի սենց ներկապարանոց նույն ակայություններ անել չի կարող ավտոմատ երկով երկարացնել։ Պատվարժան դատարան, հաշվի առնելով մարդու իրավունքների և ռոպական դատարանի այն հիմնավորումները, որ կանխարգելիչ կալան առհասարական թույլատրելի է, իսկ մենք նույնիսկ դրա հետ ես պայմանավորվում ենք, ավտոմատ երկարացում։ Եվ ձեր կողմից, ձեր որոշման մեջ արձանագրած անհատական մոտեցման հարցը այս բարևայում գնահատվել է կարծիքով բավարար, որովհետև հաստ է երբ ամսնահատվածով որևէ բան չի ունեցել։ Նույնիսկ երկու սուբյեկտների մոտից, կալանավայրից հաղորդակցման որևէ անգամ կապի միջոց չի հայտնաբերվել։ Ուստի հաշվի առնելով եվրոպական չափանիշները, նախադեպերը խնդրում են որպեսզի Լազար Դավթյանի մասով թողումը դատարանի հայցողությանը, Վահագն Աբդալյանի մասով խնդրում են որպեսզի կալանը որպես խախտման միջոց փոխարինվի և Աբդալյանի նկատմամբ կիրառվի տնային կալան։ Եթե դատարանը այլ խախտման միջոցներ կգտնի, որ անհրաժեշտ է կիրառել, պաշտպանական կողմն այդ մասով պաշտպանատվություն չունի, բայց ասել, որ տնային կալանը 8 տարի անընդհատ դատախազությունների մեջ գտնվող անձի նկատմամբ կիրառելու չէ, դրա փաստերը չարձանագրել, սա արդեն իսկ ևս մի անգամ արձանագրում են պատիժը և հաշվի առեք, որ օրինական կալանքի հետ այս վայրության չունեն։ Նախկինում այս հարցը բարձրացրել, այսինքն Արմեն Բեկտաշյանի որոշումից հետո վերաբնիչ դատարանը տեխնիկական առումով հիմնավորել է և ավելի բարձր մակարդակներով իրավաբանների հետ օգտակցել է, սա նույնիսկ բացառիկ դատական խորհրդի առարկա կարող է դառնալ ինչու, որովհետև Արմեն Բեկտաշյանը չի արձանագրել նոր կալանքի մասին։ Չի արձանագրել, որ անձին պետք է վերադառնա հին կալանքի և չէր կարող, որտեղ վճռովի դատարանը այդ մասով ունի նախադեպային իրավունք, որտեղ ասում է, որ եթե գրավը բեկանվում է նախնի կարգավորումներով և գրավան թույլատրելի է ճանաչվել, գրավի բեկանումից հետո նոր խախտամամիջոցի ընդունության հարցը միանշանակ պետք է բարձրանա։ Այսինքն, և այդպիսի գործերից են սասնածռերի գործով, օրինակ հենց Մեսրոպ Պլատյանի կողմից կայացրած որոշումների մասով, ԵԴ 0091-05-10 քրեական գործը, ԵԴ 0820-09-19 գործը և վճռովի դատարանի հստակ 2016 թվականի հունիսի 24-ի որոշումը, որտեղ ասվում է սև սպիտակով։ Քրեական դատավարության օրենսգրքի 142 հոդվածի առաջին մասի 6-րդ կետով նախատեսված նորմերի հիմքում անձին կալանքից ազատելու պահից ըստ էության ուշադրություն դադարում է գործել կալանքի որպես խախտման ինքնուրույն միջոցի համար նախատեսված քրեադատավարական կանոնները։ Այսինքն, եթե ես արդեն գրավ ու կիրառել, դրանից հետո, եթե դա բեկանվում է, չենք ավտոմատ կերպով վերադառնում կալանքի, իսկ մենք չունենք միջնորդություն համապատասխան դատախազի կողմից և դատարանի կողմից ընդհանրապես եղել է ձեռնարկում, որի արձանագրությունները դատարանի բարույթում առկա են, վերման ենթարկելու գործողություն, այն էլ պարզ չէ դատախազի լիազորությունը ուներ թե չէ, այդպիսան հաղորդումներ են եղել, բարդ չեն նախաձեռնել, հասկանում եք ինչի չեն ձեռնում
ասես 10 դատավորի շղթայական եւ ուշայինի դատան խնդիրներ առաջանալու։ Բայց դա չի նշանակում, որ Եվրոպական դատարանը դա չի արձանագրելու եւ հաջորդ դատարան շարունակել է այլ կերպ, չնայած կալանավորման այլընտրանքային խախտման միջոց լինելուն, այնուամենայնիվ գրավի կիրառման դեպքում կալանավորման իրավական ռեժիմը չի պահպանվում։ Հիմա ինչ ենք շարունակական կալաքի տակ պահպանում։ բայց շատ կարևոր է, որ դատախազությունը չնույնականացնի իրանատուժողի հետ, օբյեկտիվների դատախազության ուղիղ պարտականությունը, օբյեկտիվությունը։ Օրինակ էլեմենտար է, օրինակ եմ վերում, բայց այս օբյեկտիվության հետ, որ օբյեկտիվության թելը տրվում է, դատանի որոշումներ է դառնում արդեն հեղեղուկ։ Իմ ասեմ ինչի մասին է խոսքը։ Նախորդ դատական նստի ժամանակ հարց է բարձրացնում։ Ասում են, որ դու մի քանի անգամ ձեր հայտարարությունների մեջ նշում եք, որ դեպքի վայրի զննությունը կատարել Արայիկ Ներսիսյանը, դա չի կատարել, դրա համար մեղադրվում է նաև արտոկարել։ Դուք նախորդ դատական նստի դատարանի ուշադրությունը եւ հրավիրեցիք օբյեկտիվության մասին եմ ասում, որտեղ այս պարագայում չի կարող նորմալ դատականություն։ Որտեղ դատարանին դուք պարտավոր եք տալ ճիշտ տեղեկատվություն։ Դա ձեր պարտականությունն է։ Դուք ասացիք, որ հա, դու պարզվեց, որ Արայիկ Ներսիսյանը չի դեպքի վայրի զննությունն արել, դու կանգնեցիք, ասեք այո, Արայիկ Ներսիսյանը չի արել, բայց Արայիկ Ներսիսյանն է եղել քննչախմբի ղեկավարը։ Ձեր հայտարարությունն է, որը արձանագրվել է։ Ես հավատում եմ, ձեզ տոդիկ դատախազը, իմ կարծիքով դատախազը պետք է ասի մենակ ճիշտ։ Գնացինք թղթերի մեջ, նայեցինք, տեսանք, որ այդ բառ Կարապետյանն է քննչախմբի ղեկավարը։ Այդ բառը հարց առաջ է, դուք ամեն անգամ պատվարժան դատախազը տեղեկություններ հայտնի կամ մենք տեղեկություն հայտնենք, ես հասկանում եմ, որ դատախազը մեր հանդեպ, անձամբ իմ հանդեպ կանխակալ վերաբերում ենք զգում, մենք տրամադրված Ալեն Արբարյան գնահատականները մի քիչեցրել, ցանկացած բանի բազմիցս ասել են, գիտե մեր համապատասխան բացառներ, բացառի համատեքստը կներկայացնել։ Ես չեմ տարածում։ Գնահատականներ մի քիչեցրել, հարկը նայ մասնակիցի իր աշխատանքը կատարում, եթե համապատասխան բացառ տեսնում եք, հայտ է բացառ, եթե ապօրինություն եք տեսնում, հանցանքի մասին Ես հասկացա այդ տարբերակ ուղղակի գոյություն չունի դատական նիստերը դրանով չծանոթ լավ շարունակի պատվարժան դատարանի ամբողջ ասացի իմաստն է, որ օբյեկտիվ իրականություն երբ մենք քննարկում ենք դուք որոշում պետք է կայացնեք ու ձեր որոշումից է կախված ես կամ լազիմի դարձանը կհայտնենք ազատության մեջ թե չէ օբյեկտիվությունը պահպանելը դա իմ կարծիքով ամենակարևոր բանն է դատարանի ես ոնց դեռ կարողանամ դատարանալ դատարանի օբյեկտիվության կողմերի ներկայացնելու դատարանի այս կամ այն փաստերը, որոնց հիման վրա նաև դատարանը արձանագրվում է, եւ դատարանը հնարավոր է դա խորհրդակցական սենյակում կամ առանձին սենյակում որոշում կայացնելու հաշվի առնի։ Եվ որ դատախազն ասում է, որ Արայիկ Ներսիսյանն եղել է խմբի ղեկավար, ես էլ նույնպես որպես մեղադար ընդունում եմ արդեն փաստ, որ դա անունած, բայց հետո ճշտում եմ, որ եղել է այդ վաղ Կարապետյանը ասածս դա։ Երկրորդը, երբ որ մենք մեր համար կարևոր մեղերից մեկը այն է, որ այս ներքին այս փորձակնությունը որ կա, ու որ ասում են, որ փորձակնության մեջ դա դատարանի որոշման թվերի մասին է խոսում, փորձակնության էջ 5-րդում պատվարժան դատարան նշված է, որ 21-10-12 գրողով լազերան սկավառակից առանձնացված ֆայլ է, դա սկավառակի ամսաթիվն է, որը նշված է։ Դրա համար Եվ որ դատախազն ասում է, որ 21 թվականի դատարանի որոշումն է, իսկ դատարանի որոշումները 25, դա էլ ոչ ճիշտ տեղեկություն է։ Իմ ասած է ամբողջ իմաստն ընդհանուր պատվարժան դատարան, այն էլ ես Այո, մի հատ հանգամանք կա Այդ էլ մասով, որ դատարանը պարտավորություն ունի, միայն դատախազը պարտավորություն ճիշտ տեղեկություն տա, որտեղ դա կապված է ներքինով ու հարցի շուրջ ձեր վաղվա կամ այսօրվա որոշման մեջ հնարավոր է դա
դուք գրի առնեք, դրա համար կարևոր է, դատախազը պարտավոր է, միայն ասի ճիշտ, իմ կարծիքով դա է։ Մի հատ հարց եմ ուզում բարձրացնել, վտանգների մասին խոսում ենք, ես վտանգների մասին ուզում եմ անդրադարձ կատարան, պատվարժան կատարան, որովհետև նախորդ խնդրանքս էրա, որ հնարավոր է ինձ լսեք, վտանգների մասին խոսացած ոչնյութելու եւ այլն եւ այլն։ Ուզում անդրադառնամ մեր վերջին հարցաքննված վկային, որը իբրև իրանց ասելով եկավ շատերի կյանքով եւ այլն եւ այլն եւ այլն։ Վկան առաջի տպավորությունը պատվարժան կատարան, առաջի տպավորությունը կարող է ձեռնտել իր տպավորություններ, վկան առաջի տպավորությունը թույլ է տալի, որ երկրորդ անգամ եկել Երևան, ոչ բանստեղյակ չի, պատալուկ իմանայում, դատախազ հետախոսում իրա պահվածքը, անընդունելի է ու եսի չեմ ուզում, որ դա ուղի իրա պահվածքը անհարգալից վերաբերում կետար անին ընդատմամբ, որը որ նույնպես ամտեսվեց, որովհետև վկան ազնագի և որ դատարանից ստանում էր, դատարանին ասում էր, որ վարկ բանին անունից չեք դասավորել։ Ես համարում եմ, որ դա դատախազի կողմից դա ուրախալ ընդունելը, ոչ միջամտելը, դա համարում եմ ճիշտ չէ, որովհետև վերջում ես ասեմ կառարկեք։ Վերջում ես Երբ որ վկան դատարանի հետ խոսում էր այդպես, դուք ծիծաղում եք, ես համարում եմ, որ վկայի պահվածքը դա ոչ բարո պահվածք է, որովհետև ես նույն տպավորություններ, որ իմ տարեներով եկել անաբրոց ես չէի ճանաչում, որ չմտածա ոստիկանության աշխատող արել, այդ ավելի ապահովացնում է իրավիճակը։ Գամա այս ասիկ, որ ես ձերի վկաներով տատաքնությունների ժամանակ անհարգալից վերաբերում։ Մենք մի հատ փոքր պապայի հետ կապված դատարանը միշտ նրա ուշադրություն անհրաժեշտ։ Վկան դատարանի դահլիճում այդ ձերի պահվածքը համարում եմ անհարգալից վերաբերում։ Ես ինչի համար ձեր շեշտում, իմ կարծիքով պետք չի անհամաչափ հոգևորվածություն դատախազի կողմից ձեր բառապաշարի դեմ առհասարակ ես դատախազի վարքագիծն ես հնարավորինս ձեր խոսքը քիչ առաջ դատարանը ամենատար դատավորությունը հավատացեք անպայման ձեր իշխանություն ասացին արձագանքում զերծ գնացեք վարկի մասնակիցների գործողությունների որը մեկը չի կարող երկրաձեռնի վրա լինել գտնվել, որ գային նախագահության դատական նիստի իրան վատ պահի ու հանգարց իմ կողմից արձագանքի չարժանանա։ Նման սուբյեկտ գոյություն չունի, սա իմ գիտությունը։ Երբևիցե գոյություն չի ունեցել։ Ով իմ նախագահության դատական նիստին եւ վատ է պահել, ստացել է համարժեք պատասխան այդ թվում նախագահ դատարանի կողմից։ Այդ թվում անպատասխան սանկցիաների կիրառման ձևաչափ։ Հիմա որ դուք ասում եք դատարանի նկատմամբ եկել է ձեր գնահատման պայմաններով կամ չգիտեմ ինչ, երբեմն քրեական գործի արդյունավետ եւ չձգձգվելու հանգամանքով պայմանավորված իմ նախագահության դեպքերը եղել, որ վկային կարճ շալվարով ևս թույլատրվել է մասնակցի որպես վկա հարցակցության, որովհետև այդ վկային հնարավորություն հետագայում ապահովել դատական նիստի շատ դժվար է լինելու։ Դատարանը ընդդիմում մոտենալով, ինչպես նաև հաշվի առնելով, որ այդ վկային այդ օրը հագուստի հանգամանքով պայմանավորված է հետ վերադարձնեն, դրանից ուժեղը մեկ անձ, դա մեղադրելի դատական կարգավիճակ ունեցող անձ։ Դատարանի ևս մեկ դատական նիստ կարող է կազմակերպել նշանակել վարկի հանրային մասնակիցներ դրանում չեն ունեցել։ Հիմա եթե մենք վկային հետ ձեր ասած ոչ պատշաճ ոչինչ հետրանալու հանգամանքով պայմանավորված չենք հետ վերադարձնել, դա չի կարող գնահատվել որպես դատարանի նկատմամբ, եթե դատարանը նկատի, որ որևէ մեկների նկատմամբ նախագահ դատարանի կամ առհասարակ դատական համակարգի նկատմամբ դրսևորի ոչ պատշաճ անհարգալից վարքագիծ ինձ հավատացած եղել, դες առաջինը նախագահ դատարանը։ Սա մեկ միշտ իմ
մնացեք եւ եթե որևէ այս մասով ունենալ անհավատ վերաբերում, ապա ձեր գործողությունները պետք է լինի արդեն Պատվարժան դատարան ես Ձեր գնացեք, վարկի հանային մասնակիցները իրենց աշխատանք են տալիս։ Պատվարժան դատարան ես Կոշիկի մասին ընդհանուր չխոսացի։ Դե հիմա ասում եք Կոշիկով տելեֆոնով եկել էր, դատարանը անհարմարից էր, հանային մեղադրողը շփում էր։ Հիմա դատական պրոցեսի ընթացքում շատ հաճախ դուք եք շփվում, շատ հաճախ մյուս մասնակիցները դալիճում դրված է դատական։ Պատվարժան դատարան Յուրաքանչյուր ժպիտ, եթե մենք մասնավորեցնենք եւ կապենք եւ բանը դեր ունեցող իրավիճակի հետ, մենք այստեղ ընդհանրապես պետք է բանալիչենք։ Պատվարժան դատարան խնդրում եմ թույլ տվեք ավարտեմ, ես Կոշիկի մասին ընդհանրապես չեմ խոսացել, ես էլ հնարավորատից Կոշիկ հաղթեմ, իմ ամբողջ խոսակցության են էր, որ ինքը երբ անձնագիր դատարանից վրսնում էր, ասում էր կարող այն անձնագիրը վարը հասավորեցիք ես արանքում, ինձ համար այդ բարակապակցությունն է, որը անհարմարից վերաբերում խնդրի չհապուստին ես ուշադրություն չեմ դարձել։ Ու դա տարբեր խոսակցությունների տեղի կատարել, որ ասել եմ ականջի, ես դրա համար ասացի, որ իմ կարծիքով դա անտեղի բան է, որովհետև ամբողջ օրը գովազդային գովազդներով տարբեր բաներ են ասում, որ մարդիկ իրանց ազնական։ Իմ կարծիքով ինքը պետք է հենց արտահայտություն չանել, չի համար սա ասում, պատվարժան դատարան, դա տերևների մասին խոսք չկա։ Նրա մասին եմ ասում, որ վկանների դատարանում պահվածքը, երբ որ վկան դատարանում մեր հանդեպ շահագրգիռ անձնարարություն մնացականները ոչ մի տարբերություն չկա, արդյոք մնացականները կամ դժողները ոչ մի տարբերություն իրենց մեջ առանձնահատուկ չկա, արդյոք մնացականի պահվածքը առաջ անգամ դատական նիստի ժամանակ, երբ որ ինքը բախում էր հապրատերություն եւ այլն, այդ ժամանակ դատից առաջ Աննա Զարուկյանը ձեզ խնդրեց, ասավ, որ եթե հնարավոր է դատական նիստը նշանակել եք, եթե հնարավոր է դատական նիստը հետաձգենք, որովհետև կարևոր գործ ուներ, քննություն ուներ, դուք ասեցիք հնարավոր չի, որովհետև արդյոք մնացականը ենք հարցաքննելու, դա Աննա Զարուկյանը ոչ մի անգամ դատական նիստերի պատճառով չի հետաձգվել, մանավանդ կարևոր վկայի հետ կապված ընդհանրապես, մենք դատական նիստ հիմնականատես եկանք, ու այդ կարևոր գործը, որ մի անգամ ինքը խնդրեց քննությունը հետո տեղափոխվեց փետրվար ամիս, որ այնքան չտուժում, մենք մի անգամ տեսանք, որ արդյոք մնացականի դատական նիստը կիսատ թողեց, մենակ մի հատ պատճառաբանությամբ, որ դժուր մնացականը գործ ունեն, ու մենք խոսում ենք դատական արդյունաբերությունից, պատվարժան դատարանում։ Դատական արդյունաբերությունը ձեր դատականության ժամանակ ես էլ եմ ընդունում, որ անհամեմատելի է, ընդհանրապես տներեկը շանտալություն կրնի կողմից, որ ես ասեմ, դուք չկա, անում եք դատական նիստերը կայանում է, ու այն ձեր պահվածքի, որով հաստատանս ասալ, մեր կողմից կրնի սխալ ու ոչ բարոյական, որ մենք դրա մասին խոսում։ Բայց այն, որ դատական նիստի ժամանակ մի հատ խոսքով, որ ես վատ եմ զգում գնում եմ, տարան պարապեցին այն մարդիկ, որոնք ֆինանսավորվում են իրան արդյոք մնացանել վերջացին, հաջող դատական նիստին դուք վախքով մարդեսակ մատերաշկի ես մնացին։ Մատերաշկի ես մնացին։ Ես պատվարժան դատարան։ Հիմա վիճակում եք վկայի տվացուց։ Չէ, հենց այդ է քննարկում։ Պատվարժան դատարան նա բան ասում են ձեզ պատի։ Մենք մեղադրանքի կողմից իրանք խոսումներ են անում մեղադրանքի կողմից տարբեր վկաների եւ այլն։ Մենք դեռ ոչ մի վկա չենք ներկայացրել։ Ոչ մի հակափաստատ չենք ներկայացրել։ Մեզ հնարավորություն չի տրվում, որ մենք մեր դիրքորոշում հայտնենք, ինչ-որ գոնե ընդհանուր պատկերի համար մենք հայտարարություններ անենք։ Դուք մենակ վերցնում եք այն խոսակցությունում այն վկաների, որոնք հետազոտվել են այստեղ, բայց ես ինչով հիմնավոր եմ, որ օրինակ այս խոչընդոտը կամ խոչընդոտը չկա, եթե ես չեմ վկայի ցուցմունքից խոսում եմ վկայի բարոյական կերպարից, որ ամենակարևորն է։ Ես չեմ կարող շահագրգռում նրան, որ Վլադիմիր Դարչյանը վկա խոսում էր, ճիշտ ասած պատվարժան դատարան, ես այդ ժամանակ մի բան չեմ խոսացել, որովհետև ես հասկանում եմ, որ իրանք տանում են նրան, որ այստեղ կոնֆլիկտ լինի, ես Վլադիմիր Դարչյանին հասկացում եմ, որ պետք չի շարունակել, որպեսզի դատարանում չդառնա այդ պատմություն ու այս տվյալ դատարանի նախագահ դատարանի կողմից, որովհետև կարող է դառնալ քրեական գործեր ու չէր բացառում նաև մեր եղել դատարան նիստերի ժամանակ, նենց պատմություն դառնա, որ քրեական գործեր ու չէր բացառում, որ դառնալ կողմ նաև, մի հատ ինչ-որ բան դառնա ու դրանից հետո բացառվեր ձեր դատավորիները արդեն դրվեր հարցական դատի ամենամեծ վտանգությունն էր, որ այստեղ կար այս պատմություն դառնալ, որ դուք արդեն չկարենա այդ չարձագանքեք ու դա դառնալ հենց իրանց ուզածն էր, որովհետև
Եթե Վլադիմիր Դավթյանը որևէ դատականիստերի ժամանակ պահել իրան գործով իշտեղա պահել, Արթուր Մնացակյանը գնելու էր գետին, իր փաստաբանը վեր գնալու ասել, որ վախումա, ես գիտեմ ինչ եմ տալ, ես դրա համար ձեն չեմ անել, բայց դրան չանդրադառնալը բարոյական տեսանկյունից չեմ կարող չանդրադառնալ։ Մարդը խոսում է Վլադիմիր Դավթյանից, ասում է, այդ բարոյական կերպարն այնքան կարևոր է, որ դուք հիմա տեսածայնագրությունը, որ դուք ասի չեք կարող լսեք, այս տեսածայնագրությունը ստեղ միացնելով ամենիշ բարձր է դառնում, որ Արթուր Մնացակյանը երբ փաստաբանափոխել կապը հաստատել միացել է կամերան ու սրանց ավելի ոգևորվածությամբ խոսում է։ Արթուր Մնացակյանը Վանաձորի դատարանում պատվարժան դատարան ստեղ աստծուց է խոսում, Վանաձորի դատարանում ցույց մտա տվել, Վանաձորի դատարանում ստեղ դատարանում ասում է, որ ես իբրև իրան ասել եմ, որ դու ասա, որ հարություն հավաք ես ծեցել է, Վանաձորի դատականիստը երբ սկսել է, հոր գերեզմանով է սկսել։ Հանել է հոր գերեզմանը դատարանում ասել, որ իր հոր գերու հարությունը հավաքնակելու։ Այս անձին հարց են տալի հարցակներ դրել, ոչ մի տարբերություն էմոցիոնալ առումով։ Մենակ մի տարբերություն է դրել, որ մենք դատարանում հայտարարել ենք, որ մեր հետ ապակի դուրս եկել։ Մենք չենք իր համար փաստաբան բացելի գտեց ուրիշ դռնում դասեն բայ Արթուր Մնացակյան։ Հայտարարել ենք, որ մեր հետ ապակի դուրս եկել։ Ես նույնիսկ այն դատարանում, որ եկել է մեր օգտին է հարցակները պատվարժան դատեսյան հարցը չէ տվել։ Ինձ համար շատ կարևոր է օբյեկտիվության առումով։ Այն որոշումը արդարացման, երբ որ կայացրել է քննիչը, որ հաստատապես ոչ մի բան չգիտի։ Ես չեմ ընդունում, ու դա չի գործում քրեական իրավունքից, որ ասել դե լուրջ չի ընդունել ինքն ժամանակ խոսակցությունները։ Մենք ունենք արդարացման որոշում, որտեղ հստակ սևով սպիտակով աղավաղան գերուր արդարացրել է վկային Արթուր Մնացակյանը մեղադրյալի այն պարզաբանման, որ Արթուր Մնացակյանը ոչ մի բան հաստատապես չի գիտի։ Դրա համար ես նույնիսկ այն ժամանակ, որ մեր օգտին ցույց մտածել, ես այն ժամանակ նույնիսկ իրան հարցեր չեմ տվել, որովհետև ինքը որպես վկա, որպես այդ ինստիտուտ ինքը գոյություն չունի, որ ինքը մի բան հաստատապես չի գիտի։ Երկրորդը, երբ որ պատվարժան դատարան, երկրորդը, երբ որ մենք ապացույցներ ենք ներկայացնում, երբ որ ապացույց են ներկայացնում դատախազը, ու ասում է, որ Արթուր Մնացակյանը պետք է հարցակների, որովհետև Վլադիմիր Դավթյանի տարանակել, ատել է սովորացրել։ Ինքը այդ պարզաբանման ասում, Արթուր Մնացակյանը բոլոր արձանագրվել է, տրակել է սովորացրել։ Աղավաղան Գևորգը որոշում է կասել, որ ոչ մեկի ոչ մի բան չի սովորացրել։ Ինձ այս հակասությունները, դա ես դրա համար եմ ասում, օբյեկտիվության առումով ձեր որոշումը կայացնելու առումով, մենք ստեղ սահմանափակված ենք, որովհետև մենք ոչ մի հակապաստակ չենք բերել, մեր կողմից ոչ մի վկա չենք լսել, ինչքան վկա լսել է իրանց վերած մեղադրանքի վկաներն են, մենք էլ այս ներքին արտաքին դիտում այս արդյունքները, որի մասին դեռ մենք շատ խոսանք։ Որտեղ անկախ ամեն ինչից մենք գալու ենք մի հատ փաստի, հասնենք, որ մենք չունենք քննիչի որոշումը ձեր ներքին արտաքին դիտում արում, մենք չունենք քրեական գործի շրջանակում ներքին արտաքին դիտում։ Չկա քրեական գործ, որտեղ ներքին արտաքին դիտում արվել։ Աղավաղան Գևորգը ու դերա որ սա քրեական գործ ուղղա, քրեական գործ չի Իսկ այն որ պատվարժան դատարան վկանացում է, որ ես տալել եմ անտառում, ինչի համար եմ սա շեշտում, վկանորեկել էր վկայություն է տալի Վանաձորի դատարանում մեր օգտին, դուժը վկանում էր հայտարարել, որ վկան պետք է դատվի, որովհետև ինքը վկա չի քրոջ ժամանակով է։ Հիմա ասել է պատվարժան դատարանը, որ հիմա մենք քննում ենք ու քննարկում ենք, հիմա որի մասին դուք տեղյակ չէ, որի մասին հետո եք տեղյակ լինելու, արհեստական սարքում, որ վկաները դուժողը չկա, իբրև մեկը վատա, ես պայնա դատականիզմի չկային անգամ ոստիկանությունից զանգել դատարան ասեն դա դատարանը վատա, դա հերիք ալ եմ դատարանը համար պատվարժան։ Ես ասում եմ, իմ ամբողջ հայտարարության ամբողջ իմաստը դա, որ օբյեկտիվությունը դատարանում պահելու համար, երկու կողմը։ Տուժով Արթուր Մնացականյանը, տուժողները, բոլոր մնացած են տուժողները, որոնք ես ուրադրության շահում իրանցիկ են, իրանց հետ հետո, իրանց մասով հետո մենք խոսանք, պատվարժան դատարան։ Բայց այն պարագայում, որ մենք ոչ մի հակափաստակ չենք ներկայացրել, դուք հիմա այս որոշումը կայացնելու համար հիմնվել եք դատախազների վկաների ու այս այն ապացույցների, որոնք հետազոտվել են, ես դա համարում եմ անընդունելի պատվարժան դատարան, ես ոչ մի ապացույցի չեմ գտնում, ոչ մի ապացույց չեմ տեսնում, ես չեմ կարող ձեր պատկերացում, որ աշխատել եմ ձևավորել։ Մարդկային առումով 8 տարի կառավարքի մեջ եմ գտնում, 8 տարի ազատության մեջ եմ։ 8 տարի ազատության մեջ ենք պատվարժան դատարան, 8 տարի պայքարում ենք տարբեր բաներում, 8 տարի ենք ես Մարտիրոսյան Արսեններ եւ այլն դատախազներ եւ այլն։ Նա ուզում ասեմ, այսօր դրության 8 տարի հետո
ես հնարավորություն չունեմ դիրքորոշում հայտնեմ այն բանով, որ այդ դիրքորոշման համար ես ապացույց երևույթ չեմ անում, ինձ սահմանափակում եք իմ հայտարարությունները որոշ չափով, որ ես չուտում։ Ես ուզում եմ արտահայտել, որովհետև այսօր ձեր գնալ որոշումը ինձ համար ճակատագրական կարևոր է։ Դրա համար խնդրում եմ, թե դուք ինձ տանել չեք կարողանում, հարաբերստը մի կողը որպես դատարկը համբերատար եք, ես դեզանց մենակ համբերություն եմ։ Արին ապայր։ Այդ որ ասում եք ինձ տանել չեք դուք դապար որոշ պատվաժան դատարան, դուք այն արձանքը, որ մեր գործողություններին եք ասում, մնացած եք մնաց գործողությունները, տեսեք դուք հիմա ապացույցի թույլատրելությունից, վերաբերությունից, արժանավորությունից, այլ ապացույցներ ձեռք բերելուց, դատարան ներկայացնելուց ամեն ինչից խոսեցիք, որոնք դատարանի յուրաքանչյուր հարցի ժամանակ դատարանը կարող է ձեզ նկատել, որովհետև ապահովիչոցի հարցին հետ առնչություն չունեն այս բանը հիմնարկող հարցի հետ։ Դատարան ձեզ ընդհանրապես նկատել է և սահմանափակել է, երբ որ դուք վարկի հային մասնակցի ուղղված որոշակի պայմանական վիրավորական արտահայտություններ հնչեցրեցիք, ինչին հային մեղավորը արձագանքեց։ Ընդհանրապես դրան է դատարանը արձագանքել և խորհուրդ է այդ մասով զերծ մնալ հայտարարություններ անել։ Մնացած մասով դուք հիմա բանից եք խոսում, նոր ապացույցներ եք կազմել, ապահովիչոցի հարցի քննարկման ժամանակ դատարանը կարող է նախորդին ևս արձագանքել է, որ ապացույցների լրացման փուլում հնարավոր է կողմերը նոր ապացույցներ ներկայացնել։ Դուք այդ մասով պայմանականորեն կարող եք նշել, որ մենք նոր ապացույցներ օրինակ չունենք ներկայացնել։ Դուք հիմա ասում եք, որ մենք նոր ապացույցներ ունենք ներկայացնել։ Բայց այս փուլում դատարանը չի կարող ձեզ թույլատրել, որ դուք այդ ապացույցները ներկայացնել եք հենց հիմա։ Մենք այդ ապացույցները հետազոտել ենք, որ դատարանը ձեր նկատմամբ ապահովիչոցի հասցնի։ Ես այդ հասկանում եմ։ Պատկերացրեցիք, չէ՞ հարցակի իրավաբանական կրթություններ։ Ընդունում եմ, պատվաժան դատարան, իմ ասելն ամբողջի մասն է պատվաժան դատարան, որ իմ ամբողջ խոսույթը վերաբերում է նրան, եթե ես վկային չեմ դատարան, չեմ էլ կարող դատարանը չի ընդհանրել, չեմ խոշին դատարան։ Տեսեք, դուք ասում եք դատարան նախացած արտոնից լինում, ասում եք տան չեք կարողանում արտահայտություն։ Դուք տպավորություն եթե դուք դատարան դատարանի ձեր զուգված նման տպավորություն ունեք, ինձ ասում շատ ազատի միջնություն կարող է դրանով երկրորդները ձեզ տալ դուք են հայտեք դատարանին կամ դատարանը թույլատրի բանավոր կերպով հայտեք։ Հիմա տպավորություններով կողմերը կարող է շատ տպավորություններ ունենան, բայց դատարանի որևէ որոշում կամ վերջնական դատական ակտի հետ կապված որևէ չի կարող տպավորություն։ Որովհետև դատարանը յուրաքանչյուր փուլում կայացնում է որոշում այդ փուլում քննարկող հարցի վերաբերյալ։ Այդ տպավորությունները շատ վատ է որ ձեզ մոտ կա, եւ եթե տպավորություններով դուք շարունակում եք այսպես ապրել, դուք ցավոտ պատվաժան տպավորությունները քննում են վերաբերյալ, ինձ օրինակ չեմ ուղղորդել։ Չունի նման տպավորություն, իր արտասայտարարությունները արային նավարողի արժանահավատ հայտարարություններին, մենք մտնում ենք, որ դրանք կլինեն բացարձակ, որովհետև ես էլ արձանագրեցի, որ կան արժանահավատ է, և ասվեց, որ ես ողք եմ տալել ձեր որոշմանները, որը մտնել է հայրենական ուժի մեջ։ Ինքնին ձեր որոշումը հայրենական ուժի մեջ կա, հենց հրապարակված, բայց իմ ողոքի բարույթ չի ցիսվել այդ մենք։ Ասաց, որ փորձագետին ենք գտել ու դայախոշելով հանրապետություն, փորձագետ չենք գտել, մենք փորձագիտության մեջ եղած հեղինակին ենք գտել, որը գիրք ա գրել, որը ռուս է։ Այսպես բաների Ապացույց չի մտել ապացույցի մասին։ Համենայնիվ ես որպես պաշտպան ունեմ բացարձակ վստահություն։ Եթե մենք պատերենք հնարավորը հնարավորինս մասնավորապես վարույթի մասնավորի պաշտոնական կողմի ներառյալ միշտ կողմում է անդադար խոսել։ Բայց պետք է հնարավորինս սահմանափակ լինի անվերջ Պատվաժան դատարան, ես որ հայտարարությունները կամ տպավորությունները մեր պարանը չեմ չի, եղել ադատականից և մյուս կողմը, որը հաստացել է հավասարողին, մենք կողմը հարց տվել նստած, և ես վկայում ձեզ հարցան, ինձ ասելի տանին այս հարցը եք, իմ տպավորությունները ձևավորվում է, հենց փոքր հանդավանքներից, որոնք ապրել իրավունք ունեն տպավորության տեսքով։ Բայց ես հիմնավոր ինչ կողմ չունեմ,
չեմ ուզում դրա մասին ասել, բայց իմ ամբողջ ասացի իմաստը կա, որ արդյոք մնացական իմաց իդետեր չան դատարանան, որ արդյոք մնացական է, որպես հետա չկա։ Հիմա քանի որ դուք տպավորություն եք ստացել, որ դատարանում եք ընթացքում պարբերաբար նախագահ դատարանի ուղղությամբ եք նայում։ Ուսուցան նաև ձեր խոսքով դիմում եք դատարանի։ Դատարանը դրա համար ձեզ ասած ողի կան։ Դուք հարց եք տալիս, բայց նաև դատարանին եք դիմում, որ արգելի դատարան տեսեք, այս հարցն են տալիս չի պատասխան դրա, որ նախագահ դատարանը ձեզ ասած հարցեր ու ողի կանես։ Հիմա այդ բանը չի ընդգծել, որ քանի որ ձեր հարցը նաև ըստեյության դատարանի ուշադրություն եք դրանում ու ըստ այդ դիմում եք դատարանի ողի ողի կանես, անի։ Հաշվի համանուն ընդգծել որ Պատվաժան դատարան ես վկայի հետ կապված իմ խոսունքը վերաբերում ունա, որ ես վկայի անձին չեմ վերադառնա, որ վկան ինքը վկա չի։ Վկային խոչընդոտել ու քիչում են։ Ես չեմ կարելի անձին վկա չեմ վերադառնա։ Մենք խոսում ենք մի մարդու մասին, որը որ նույն իմ պատիվանժանապատմությանը վիրավորող խոսույթով է խոսում, չէ ինչ է խոսում, որպես հայր, որպես տղամարդ ստեղծանշու մարդ նստածին չի ասում։ Վահագ Աբգարյանի ընտանիքի անդամների մարևով են երթում եւ այլն, որը վիրավորական ու քրեական գործի ոչ մի կապ չունի, այդ բոլորը սա դժգործություններ իրենց կողմից սովորացած։ Բայց նա շատ կարևոր հանգամանք կա։ Վահագ Աբգարյանի ընտանիքի երկու ճանաչ է դա, եղել է հյուրանոցի տնօրեն։ Վահագ Աբգարյանի հյուրանոցի տնօրենից չի աշխատել, մինչև ես դեռ չէ սանիտարանում տարապանի դեղ ապշում մարդ։ Ուզում ասեմ իրա մասնագիտությունը մենակելի կա, որ մենք ասենք, որ իրան նախանձող չկա, էլ մի հատավեր։ Իսկ ես իր անձին վերաբերող չեմ կարող ինչ-որ բաների մասին չասեմ, որտեղ այդ մարդուն մենք չենք կարող այդ տվյալ մարդուն համարել վկա, ես ոչ մի անգամ չեմ համարել վկա, եւ որ ինքը պատվաժան դատարանում իր որոշում, որ ինքը հանգամանքներին տեղյակ չի ոչինչ բանից։ Երկրորդը, երբ որ ինքը դատարանում ասում, որ իրան սպառնացել են, չէ դատարանում հայտարարեց, որ իրան սպառնացել են, հայտարարեց, որ իրան ճնշել են եւ այլն, դա էլ է քննության առաջ 5 տարի առաջ լոռու մարզի քննչական վարչությունն է։ Այդ իր ասած հայտարարությունները ինքը անել է լոռու մարզի քննչական վարչությունը, որ սա է ինստիտուտ քննություն է գնացել։ Դուք որ դες դատարանում կաշկանդված չեք, կարատ հարց ունեք, իսկ ամենակ դու եք ոզեր հարցն եք պատասխանում։ Չի պարզել ոչ մի բան։ Չի պարզել իր ճշում, իրան չի պարզել որ մեկը շանտաժարել, չի պարզել որ մեկը իրան խնդրել մի բան, ոչ մի բան չի պարզել։ Նույնիսկ ինչ չեն հացակել մեր պատվաժան դրան։ Իմ բակով շասացում անա, որ ինքը խոսում է, խոչտանգերուց կամ խոսում է, որ իրան ինչ-որ բան ստիպել են, կամ ինչ-որ ինտերիեր ցույցում կայել, ինչ է պատմում պատվաժան դրան։ Ինքը կոնկրետ դատարանի, որ հատականին հարց է տալիս, հատական դուք հարց եք նրան տալիս, որ ասում եք, որ Վահագ Աբգարյանի պետք է այս ամեն գործողությունն անել, ինքն ասում է, որ լարված իրավիճակ է, ալավերդում եւ այլն, մարդ իր ցուցումները վերել, որ ոչ մի լարված իրավիճակ չկա։ Ուզում եմ ասել, այս իր ինքը տվյալ սիտուացիան այն բաներն ասում, որը իրան ասում են, որ ինքն ասում։ Իմ ամբողջ խոսքի խոսակցական իմաստն է, որ ինքը դատարանում ասում, որ ինքը վախում է, ինքը 5 տարի առաջ Վանաձորի քննչականում ասել է, որ վախում է, ստիպել են եւ այլն եւ այլն։ Նույնիսկ ես տարբեր վկաներ է պատվաժան դատարան հարցաքննվել ու պարզվել է, որ ոչ մեկը ինքը ոչ մեկը չի վախում, ոչ մեկը իրան չի վախացրել, ու ընդհանրապես ոչ մի խնդիր չէ։ Ինքը եկել Վանաձորի դատարանում պատվաժան դատարան հարցաքննվել է, հարցաքննությունից հետո եւս մի անգամ հարցաքննվել, ու ամբողջ խնդիրը պատվաժան դատարան, ես էլ ասում եմ վերջին նախադասությունը նստել, ինքը ինչ է դատարանում ցույց տալիս։ Ասում է ես ուզում եմ հանգիստ ապրեմ, ես ժամանակ ինքը երբ իրան մեղադրանք եմ առաջադրում, ուզում է հանգիստ ապրել։ Երկու պարագայում մեղադրանքի պարագայում ցույց տվել։ Եկել դատարանում ցույցներ ա տվել, դատախազգերիչը վերածել է տարակերական գործը, պատվաժան տարակերական գործը հարուցել, դատախազը հարուցել քերական գործ, որ մնացականը սուտ մատնություն անում։ Մեղադրանքի առաջադրել է ցույց մտածել, ինձ այդ պարագայում սկսել է պատմել, որ իրան ստիպել է։ Ուզեմ ասել, այստեղ կան փաստական այնպիսի հանգամանքներ պատվաժան դատարան, որ ես իմ խոսալը ոչ թե դրա համար, որ ասեմ խոսամ ինչ-որ մի հատ բաներ կա, որ ֆիզիկապես իմ փաստաբանման Նացարոկյանը տեղի չի։ Որտեղ Նացարոկյանը 5 տարի է, որ ինձ պաշտպանել, դրանից առաջ գործողություններ կա, որ Նացարոկյանը չկա, բայց ամեն ինչ ասում է, բացի ճիշտ է։ Դրա համար իմ ասել ունենա, որ արդյոք մնացականի խոչընդոտել ու ես չի կարելի, որտեղ արդյոք մնացականը այն ժամանակ, որ կողմից ցույցում կա տվել,
Արթուր Մնացականյանը այն ժամանակ, ես իրան այն ժամանակել ոչ մի հարց չեմ տվել։ Ինքնատաբեր ժամանակներում Դավիթ Գյուրջյանը հաստատական կապ ա տվել, ուզում եմ գամ, հարցում արեկից, հարցում, գնացեք նոտար, գնացել այստեղ տարբեր ձևի տարբեր գործողություններ արել։ Ես դրա մասին որ չխոսամ պատվարժան դատարան, ու ընդհանրապես վկաների հետ կապված ճնշումների խոչընդոտների մասին մի հատ վկայի մասին ասեմ, ու դրանով սահմանափակում եմ, դուք հացակրել եք Արտակ Հարությունյանին, հիշում եք, վկա Արտակ Հարությունյանն են Բոյոջանով տղան էր, որի իմ բարեկամն է, որի մասին շատ իրանք արծարծում են, որ Վահագ Աբրահամյանի անասնահամարներ ջնջել եւ այլն։ Մենք էլ հիշում եք պատվարժան դատարան, այն մարդուն, որի դատարանի դահլիճից դուք հեռացեցիք Արթուր Մնացականյանի դատարան եւ այլն։ Երել եմ անասը, մարդուն որ դատարանից հեռացեցիք, հիշում եք, այդ տղյալ մարդը պատվարժան դատարան Արտակ Հարությունյանի հարակերն է։ Եթե Արտակ Հարությունյանի վրա պատկերացնում եք, որ այդ տղյալ մարդը Արթուր Մնացականի հետ կապված ինչ դիրքորոշում ունի։ Արտակ Հարությունյանը փոքր ճնշումներ կնկատել, այս դատարանի դահլիճում, չեկավ տնտեսի ասոցիացիաները։ Մարդ, որը որ Արթուր Մնացականի հանդեպ ունի ձեր վերաբերմունք Արտակ Հարությունյանի հետ կապված, Արտակ Հարությունյանի հետ կապված նա փոքր բան կա, ուրիշ իր ցուցմունքներից հրաժարվել է։ Արտակ Հարությունյանին այն պարագայում, եթե ես ասել եմ, որ մեր համար հապարները ջնջի որ խնդիր չունենաս, մենակ դրա համար եմ ասել, թե ոստիկանության կապիտանա հատուկ գործողությունների իրար սափրագրելու չի, ոստիկանության կապիտանա գործող ու չեմ ասում ինչ գործերի, ասել դիմակավորի շատ լավ գործերի, դեռ ասել եմ չկաշկշեք, մեր հապարները ջնջի ես Վլադիմիրի համարը չգիտեմ ելիք ունեցել թե չէ, բայց ուզեմ ասել ճնշում ոչ մեկի նկատմամբ ոչ մի անգամ չի եղել պատվարժան դատարան, ոչ մի անգամ ճնշում ոչ մեկի նկատմամբ չի եղել ու Արթուր Մնացականյանը եւ ես եղել եմ գրավոր ազատության մեջ Արթուր Մնացականի ժամանակ ինտենսիվ դեպի ցուցումներ էր տալիս, վաղը ողջ էր մնաց։ Հիմա ոչ խնդիրի օբյեկտիվությունն է պատվարժան դատարան, ես ու այդպես ոչ մի ապացույց չեմ անդրադառնում, մենք շատ ապացույցներ ունենք։ Հավատացեք թե վկաներ, թե ապացույցներ, թե հիմնավորումներ, շատ լուրջ շատ հիմնավորումներ, որ այս հիմնավորումները չի ելնելու, ինչի նկատի ունի, ոնց է դատախազում, ինչի նկատի ունի այս խոսակցության մեջ, եւ որ դատախազը հարց ձևակերպում, ինչի նկատի ունի։ Այդ նսեմացնում է ապացույցը նսեմանում ավտոմա։ Հիմա որ ասացին, ես հիմա չեմ խոսում ապացույցներից։ Հիմա որ չնա որ ես որ չնկարագրեմ վկաներին մեր չխոչընդոտելու մասին, որ մենք չկա խոչընդոտելու ոչ մի բան։ Այսքան ժամանակ 8 տարի պատվարժան դատարան կալանքի մեջ եմ, 8 տարի ես պայքարում եմ։ 8 տարի պայքարում եմ։ Կարդում եմ, գրում եմ, ջնջում եմ, կապ չունեմ, կախանում չեմ պայքարել, որովհետև ես այդ ամիս ազատության մեջ մնալու համար չեմ պայքարել։ Պետք է բոլոր պատասխանատվություններն այս կեղծիքների համար, այստեղ լուրջ կեղծիքներ ա գնացել։ Ես դրա համար պայքարել եմ, այստեղ կեղծիքներ կա, քննիչների կողմից կեղծիքներ կարողացած։ Դրան եք անդրադառնալ, նույնիսկ դուք եք պարապտերիչները տա ու քրեական գործեր ասել, ես դրան պատրաստ եմ։ Այդքան մա պատվարժան դատարան, ես իմ ամբողջ ասած իմաստն եմ, որ ես իմ նկարագրով Ալավերդի քաղաքում ես ապրել եմ, բոլորը այս թղթերը մենք հիմա այս քաղաքին ձեզ կներկայացնենք, պրիտոմ ձեր մոտ այդ ամեն ինչ կա, ինչով տարածել եմ Ալավերդի քաղաքում մարդկանց օգնել եմ 2009 թվականից, թե Վանաձորի որփաթում, թե պատերազմների բոլոր փաստաթղթերը մեր մոտ կա, ձեր մոտ կա, ու այն որ իմ պահվածքը քաղաքում 1100 ծավալ դուք Ալավերդի քաղաքի բնակիչների ստորագրություն ունեք ձեր մոտ, որոնք ստորագրել են 1100 ծավալ թալի բնակիչներ, որոնք իմ բնութագրի տակ ստորագրություն են դրել, պրիտոմների ժամանակ և Հարությունյան Վահագը կար, դեռ չէր պահացել Հարությունյան Վահագը այդ ժամանակ կար, իրանք բան են արել։ Ուզում եմ ասել, պատվարժան դատարան 1100 ծավալ ստորագրություններ իմ բնութագրի տակ ստորագրել իմ համակարգացիներ, ինչի մասին է խոսքը։ Դուք ուզում եք համատեք այս իրավիճակում, թե ուզում եք վաղ մուսուր ապացույցները բանանենք, դուք ուզում եք ինձ ինչ-որտեղ, չգիտեմ, իմ գործողությունների մեջ ինչ-որ բան դենակ, դա բացառում է, որ այս քաղաքի մեջ իմ ապրածի մի օրվա համար 1100 ծավալ մարդ է ստորագրել։ Ես այդ քաղաքի միշտ օգուտ եմ բերել, այդ քաղաքի հոսերով աշխատել եմ, իմ լավ ու վատ կողմերով, բայց այդ քաղաքում ես չունեմ մի հատ խնդիր առաջացրած։ Այո, 1999 թվականին քրեական հետապնդման ենթարկվել եմ, բանակից եկել եմ կռվի մեջ եմ եկել։ Ես չեմ կոշմարել, իմ ընտանիքի համար լավ եմ ունել, դրա համար պատիժ եմ կրել։ 99 թվականից հետո մինչ այսօր ոչ մի անգամ նույնիսկ հասկացյալ ու վերադրյալ չեմ եղել, ամրագոտու համար չեմ ուղղվել։ Ես դատվածություն չունեմ, իմ վերջի պրոբլեմն եղել է Ալավերդում կռիվ ոնց են անտարի մեջ կռիվ է
թենց տղաներով իր հետ կաշել եք։ Ուզում ասեմ դրանից ավել ես ոչ մի բան չեմ արել, ոչ մի քրեական, ոչ կասկած արել եղել ինչերս քրեական, որ 20 տարուց ավել անցել է, ոչ կասկած արել, ոչ մեղադրել եմ եղել, ու քաղաք է հոգսով էլ ապրել։ Ինչով կարացել եմ, որ դեղապրել իմ երեխեքը, աշխատել եմ ընցանել, որ այդ քաղաքում ինչ-որ մի բանով ուտակարել եմ։ Դրա համար 8 տարի այսօր կալանքի մեջ պահվում է, ամեն անգամ կալանքի մեջ պահվում է տարբեր դատարանների որոշ։ Չկա մի հատ դատարանի որոշում պատվարժան դատարան, որ ես օրինակ մի հատ որոշման դեմ մի հատ հարցում ընթացված չունեմ։ Նա մի բան իմանա, թե մի հատ ձայնագրություն։ Մի հատ ձայնագրություն համացանցում պտտվել է, մի հատ ձայնագրություն։ Մենք մի անգամից ես համապատասխան մարմիններ մենք դիտել ենք։ Օրինակ Բեկթաշյան, դատավոր Բեկթաշյանի ձայնագրության հետ կապված մենք ընթացք ենք տվել։ Ու այս ընթացք ենք տվել դատավոր Բեկթաշյանի հետ կապված ձայնագրությանը մենակ մի պարագայում, որովհետև ես էլ եմ ասում, իմ կողմից չկա մի հատ բան, որ ես ընթացքալուց հուսակում կամ չեմ։ Դա համար իմ ասածն է, որ պատվարժան դատարան իրավիճակը տեսա այդքան։ Չեմ ուզում ընդդնել Մեմեծ Գուգոյի օրը, որ ախրանիկները մարզպանեցին, ճպում էին, ասում էին Մեմեծն է ապավերը տվել։ Զուտ էտահարցը, ում է խոսում է, տենց էլ ասում է, զուտ էտահարցը, որ ես չեմ ուզում որևէ մեկը, ինձ կապի վրացկել դարձանի հետ։ Այսինքն դա է հենց իրանց ասած կապներ լսումներով, հաստարկված է։ Լավ։ Կոնկրետ իմ մասով, իմ կորանքի նախ 8 տարի յուրգամիսա, բայց նիստել են սկսեցին, ես եկից ատյանին ասեցին, կոնկրետ թողնել անթողող, իմ ատերետո ես ուստի ստանության մասումից մեդավոր ճանաչել եմ ճանաչում ու պատրաստ եմ կալանքը գրել, իսկ որ ուժողի ողաշորդի կողմից հաստատվանի ինչպես որ իբր դուս գամես դատան բաների մասին մարդու սպանել գարտուշնած սակայն կամ քնիշն կամ որից է մի հանդեպ որից է մի բան չունեն, որովհետև որ մարսից ասում եկել են բաներ, որ նա մարդկանցից կբախներ, այսինքն ինչ ունեն ոստի սպանել կամ այդ ինչ եմ արան ասում եք ուծել որ մի բան չունի, եթե վանասն դատան չգիտեմ, մի տարի առաջ հանրապետություն ես արի պատու կազմակերպացել ես կամ են, ու նաև մարդու խոսք են տալու, որ ասենք դուրս են գալի, ես ոչ հանցագործություն կատարել եմ, ոչ ասենք ձեր որոշումների խախտելու, ոչ եմ ուժում, բայց չեմ ուզում, որովհետև իմ տանիքի անդամները Հայաստանում չեն գտնում, տնային տալով մենակ նստել միավորությունից ասել շտապում։ Նրանց ասենք որ ընդ բալ կապերն պատվարժան բավարարել որտեղ ես հենց այդ առաջ օրից ասել եմ որ մարդը որից առաջություն այս քրեական գործի հետ նաև կատարած հանցագործության հետ հիմա էլ մտնում անցնի 5 տարի կամ 6 տարի չգիտեմ նշան պետարությունները ստուգել են բավարարել ոչ շնորհակալություն Շատ լավ, դատարանը սիրո փոխելի բացիկը, ոչ դատարանը սիրո փոխելի բացիկը, նա արտանալու որ առաջին դատարանից դեմոնստրացիան 17-ից ինչ օրս 15 դատարանից դրանց նշանակել, որ 11-ը հայացել է եւ մենք բավարարում բովանդակային հարցություններ ենք անցկացրել, շուրջ 20 օրներից մեզ մոտ մնացել է 64 վկա եւ ուժողը գործողությունների համաձայն Քոչինյանը, այսինքն այս մասով ևս դատարանը աշխատանքության մասով ապահովել է ամենևս իրենց կապված անմիջապես ուրացումները մեր դատարանի միջին կարողացել կազմակերպել դա գործողմարտակի նպատակների ներկայացնելու պատճառաբանությամբ նշված օրը չներկայացնելու հետ կապված դատարանի աշխատակազմը բոլոր հնարավոր եւ անհնար միջոցները ձեռնարկել է, սակայն կոնկրետ նշված օրը չի հաջողվել դատարանի որպեսզի ապահովել դատարանիստերի դատարանը հետևողական արել որպեսզի հաջողիվ կայացնի դատարանիստերին հաջողիվ ինչպես են հաջողիվ դատարանիստերին այնպես էլ հաջողիվ նշանակվի դատարանիստերի նվաճարանի մասնակցությունը ապահովի
Սա այս մասով դատարանը լսելով կողմերի կարծիքը որոշեց կիրառված կապանմիջոց քանակը թողնել անփոփոխ 3 մեղադրյալների մասով եւ ժամկետի երկարաձգել առավելագույն 3 ամիս ժամկետով հաշվի առնելով քրեական գործի ծավալը, ինչպես նաեւ ունելով որոշելով կիրառված կապանմիջոցը հանրայնպես տեսփայնության դիտանի արդյունավետ է եւ ծառայելի նպատակներին հաշվի առնելով քրեական դատավարության անձիկի եւ բարեկամների գործածի կարգով առանձին հաստատքի ձևով կողմերի տրամադրվել է հաշվի առնելով որ առաքություններ ունեցել առանձին հաստատքի ձևով կողմերի կարգի առավել պատճառաբանված եւ հիմնավորելով որոշումները սահմանադրական կողմերի տրամադրվի դատարանությունների Ես պատվաժանական ձեր թույլտվություն մեկնարկալությունների նաև որպեսզի արձանագրի պատվաժան դատարան տեսեք օբյեկտիվությունը առհասարակ կապանամիջոցի քննարկման դեպքից դուրս է այս հայտարարությունը Մեղադրյալը նշեց, որ մենք ասել ենք, որ Արայիկ Հարությունյանն է քննչական խմբի ղեկավարը, բայց իրանք չգիտեմ ոնց պարզել են, որ Էդվարդ Գալապետյանն է, ես ցանկանում եմ ուղղակի ասել, որ քրեական գործի նյութերին ծանոթացեք առաջին հատորի 45 թերթի վրա եւ դատարանին եմ ներկայացնում, որտեղ հստակ երևում է, որ քննչական խմբի ղեկավարը Արայիկ Ներսիսյանը Ձեր զինվորական ժամանակ Էդվարդ Գալապետյանը առաջին օրն է հենց արձանագրել է հայտարարությունը այս մասում վստահ ես համաշխարհում այդ կողմը պաշտպանական կողմը հանդես կար ես կարծում եմ հայտարարությունները արձանագրել դատարանությունները շահագրգիռ